Բարև ձե Չեմ սիրել աղորմա, իրա գաղափարը ուղղակի ինձ դուրս չի եկել, բոլորին սիրում եմ Անգամ նրանց ովքեր որ գինու մեջ սառուցեն լցնում Ես գիտեմ դու ոնց ես դրան վերաբերվում, դրա համար Իազքան չեմ վերաբերում, ես 4 անգամ ամուսնացել եմ աշխատում էին 2 գեյ մատուցող, որոնք որ կռիվ էին անում, ով ինձ պետքա սպասարկի, գինն ու գինին էլ է լավ բան Բայց մի քիչ պետքա վախենալ, չէ, իրանցից Միշտ Եթե մենք նայում ենք ստատիստիկայով, եթե ասենք ավելի քիչ էր քան միլիտր տարեկան կտրվածքով մարդու գինու սպառումը, այժմ 4.5 լիտր է Մինչև դու կբացես այդ գինի, ես տեղ թաքուն վիսկի ունեմ պահած իրանք խմում Բարև ձեզ Կանչելուց առաջ ուսումնասիրում եմ վերջի մի ամիս իրանք որտեղ են հացքերը Որտեղ ես դու տժում Մարիամ Քեզ թվում է դու հատուկ էիր գցել էդի մոտ, թե ես թույլ էի տվել որ դա լիներ իմ հեռախոսում Սիրտս մեծացել է, ես բժշկին ասում դա ուղղակի մեծ սիրուց է դեպի մարդկությունը ինքս բժշկը ասում է քիչ խմի Բժշկը ասում է քիչ խմի Ու մեր տանտակ կար տենց համակարգչային ինչ-որտեղ ես մտնում էի Skype Կոմպյուտերնոց է դա կոչվում Եթե կան կալանի լավ մասնագետներ դուք հրավիրված եք աշխատանքի կոնթաուզում Ես այլևս չեմ գա այստեղ եթե նման հայտարարություններ անես Կալյան չենք մտնում Բարև ձեզ, գաստրոքաստնը եթերում և այսօրվա մեր հյուրն է Մարիամ Սաղաթելյանը Մարտով ավելի շատ բան է տվել Սարյան փողոցին, քան ինքը Մարտիրոս Սարյանը Գինիների կայսրուհին և գաստրոնոմիկ ճամփորդությունների հերոսուհին In vino 6100, տափաստանց, թեյքարար, The Club Ամենտեղ մի քիչ ձեր մատը խառն է Մարիամ Մի քիչ, վաու Այդ ինչ Մի քիչ շատ Ոնց ներկայացրեցիր մի քիչ sense հիմա տենց Դա առաջին անգամ չի, արի ասենք որ ես միշտ եմ տենց ներկայացնում, որտեղ իրոք համարում եմ որ դու Սարյանի համար արել ես մի հատ լավ ֆրազա կա ինչա դրական որ Ջոն Լենոնը մի անգամ ասաց The Beatles is more popular than Jesus Christ ու հետո այդ սաղետ կրոնական բացները սկսեցին իրենց դեմ Այդ իմ մշտական բանն է որ Մարիամ Սաղաթելյանը ավելի պոպուլար է քան Մարտիրոս Սարյանը, որովհետև Սարյան փողոցի համար ավելի շատ բան է քան Մարտիրոս Սարյանը Հիմա բոլոր արվեստաբանները ինձ կքարգոցեք, բայց գաստրոնոմիկ կյանքի սիրահարների համար իրոք դա տենց է, որտեղ այդ փողոցում լիքը լույս է բացվել ու լիքը սեր է տրվել, որը հնարավոր բոլոր շաուրմանոցներն ու քեբաբնոցները փորձում են փակեն, բայց ты держишься, ты молодец։ Մենամ գաստրոքաստը դա հաղորդում է գաստրոնոմիկ օրգազմների և առհասարակ հոռեկա ոլորտի խնդիրների մասին Մենք մի քիչ ցանցարանալու ենք, ուրախանալու ենք ու մի քիչ էլ փորձանալու ենք բարձրացնել հարցեր, որոնք որ մեզ ընդհանուր անհանգստացում են Բայց դու ինչպես իսկական մայր աստվածուհի, ինչպես գինու ոլորտի գուրու, մարդ, որին ասում են անձամբ Դիոնիսոսը համբուրել է նրա այտը, եկել ես այստեղ գինով Իհարկե Այո, խնդրում եմ բացիր այդ գինին, մինչև դու կբացես այդ գինին, ես տեղ թաքուն վիսկի ունեմ պահած ես իրանք խմում Արդեն չեմ զարմանում Որ ես թաքուն վիսկի եմ խմում Այո, որ դու վիսկի ես խմում, հեսա գինի էլ ես խմում Հասկանում ես, ինձ քեզ հետ այս շփումից առաջ պետք էր գոտե պնդվել և ես ընտրեցի 45 աստիճանից բարձր խմիչք, որպես իմ գոտին պնդանա Լավ, էլ մի Ես վախեցնց վստահ մարդ եմ թվում, բայց հոգում գիտես ինչքան վախոտ եմ Վախենում եմ գինուց և կանանցից և հիմնականում երկուսն էլ ինձ հաղթում են Իսկ վախը ինչ է? Ստեղ երկուսը մեկում ես հայտնվել Վախը չիմանալ ով ես դու և ուր ես գնում Կորցնել զգացողությունը և իմացությունը Բայց վախը վատ բան չի միշտ, էլի Մեկ նախազգուշացում Ես չասացի, որ վատ բան է Բայց մի քիչ այդ կոնոտացիան կար Գինն ու գինին էլ է լավ բան Բայց մի քիչ պետքա վախենալ, չէ, իրանցից Միշտ Ասում է, ով չի վախենում Կնոջից ինքը խզիկա Ողջույն Մարիամ Բարի օր Ինչ լավ չղկոց Հա, ռիդել չի, բայց ոչինչ Ես մոռացա ասեմ, ուղղակի եթե անվերջ պատմում Մարիամի
այս կյանքում ունեցած տիտղոսների մասին մի ոդկաստ ուղղակի ես կխոսամ, մարմնը նաև Ռիդելի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Հայաստանում, եթե չգիտեք, Ռիդելը դա գինու բաժակներ են, որոնք հենց Ռիդելն է ստեղծել այդ գինու 10 արդեն ոնց որ 2 սերունդ Ահա իրենք զբաղվում են ապակյա տարաներով տարբեր տեսակի պատրաստում են, այսինքն զբաղվում են դրանով եւ ավելի քան 300 տարի զբաղվում են այս գործով, այսինքն լավ հմտացել են։ Մարմնը նաև դասախոսում, հա։ Մենակ ինձ չի կյանք սովորացնում, նաև ունի ուսանողներ, ում գինու բիզնես է սովորացնում։ Առհասարակ այդ տերմինը գաստրոօրգազմ ընդունում ես։ Կարելի է ասել ընդունում եմ, Վերջին անգամ երբ ես ապրել են։ Նա դա ինչա նշանակում, մի հատ ինձ բացատրի, ես քեզ ասեմ։ Դու ասացիր, որ ընդունում ես, դու ունես քո պատկերացումը։ Իմ պատկերացումը հետևյալն է, որ մարդը լիարժեք վայելում է իր երեկոն, դա կապ չունի որտեղ է ինչա, կարևորը լինեն սնունդը եւ իհարկե իմ բարագայում նաեւ ինձ թվում է շատերի ինչ որ համապատասխան ըմպելիք։ Որը իմ բարագայում բնականաբար դա գինին է եւ իմ կարծիքով, երբ որ խոսում ենք այդ հաճույքի մասին, միշտ պետք է ընդունենք այն փաստը, որ ոչ միշտ է, որ մենք հասցնում ենք համով ուտել եւ համով խմել, մեկ-մեկ այս կյանքի տեմպը ինչքան շատանում է, ինձ արագ մի հատ լանչ անեմ, արագ մի բան ուտեմ, որ այս գործը անեմ, այս գործը հասցնեմ, դրա համար շատերի մոտ ինձ թվում է դա պակասում է կյանքում։ Այդ տերմինը չի օգտագործի, բայց ընդհանուր այդ վայելելու մասին, հա։ Բայց ինձ թվում է մի 3 դար առաջ ավելի դաժան էր ամեն ինչ, որովհետեւ դու արագ էիր ուտում, որ քեզ չսպանեին այդ ընթացքում, որ ուտելիքը զերծել Ինչ լավ է, հիմա մենք այդ դարում չենք ապրում։ Մենք այդ դարում չենք։ Ես շփում ունեի տարիներ առաջ Մարտինի բրենդ ամբասադորի հետ, որը հետաքրքիր բան ասաց, մենք առաջին սերունդն ենք, ում համար ուտելիքը գոյատևման միջոց չի։ Այսինքն աշխարհում գոնե 90%-ով սովը որպես սովամահության բերող բան հաղթահարված է ու հիմա արդեն մենք առաջի սերունդն ենք մարդկանց, ովքեր ոչ թե մտածում են ուտել կշտանալու համար, այլ կամ խմել հարբելու համար, այլ ավելի ուտում խմում են հաճույք ստանալու համար։ Ամեն դեպքում վերադառնանք վերջին գաստրոնոմիկ օրգազմին։ Նախ ասեմ, այդ ինչի մասին դու խոսում ես, որ հիմա մարդիկ սոված չեն եւ այլն, դա ես թվում է պարզ մեր Մազլոյի բուրգի մասին է խոսում, այսինքն երբ որ այդ ամենատարական կարիքները մենք արդեն կարողանում ենք բավարարել, որ ապահով ենք, գումար ունենք, օրինակ, այսինքն թե ֆինանսական ապահովություն, թե ֆիզիկական ապահովություն եւ այլն, մենք արդեն կարող ենք այդ բուրգով բարձրանալ եւ ինձ թվում է այդ ամենավերջին կետում գալիս է արդեն այդ գաստրոնոմիկ այդ վայելքը եւ հաճույքը, որ մեզ թույլ ենք տալիս մենք այսօր։ Ու երևի վերջին անգամ, որ ինչ-որ նման հետաքրքիր իրադարձություն եղել է, կարելի է ասել, մի քանի օր առաջ էր իրականում, երբ որ շատ սոված էի, շատ ոնց որ առավոտվա ինձ բան չէի կերես, հիմա ես գիտես, այս քանի օր է ինչ-որ սենց խառը իվենթներ ինչպես միշտ, բայց սենց լիքը տենց աշխատելուց հետո իջա, նստեցի, հաց կերա ու իրականում սուշի կերա տենց հետաքրքիր չէր, բայց այդ մի տարբերակն է, որ ուզում եմ նշեմ։ Խոսքը Մաոյում կերած սուշի մասին, Այո, բայց իրականում ուղղակի այդ օրը ես շատ էի ուզում այդ սուշին։ Ես հյուրերին կանչելուց առաջ ուսումնասիրում եմ վերջի մի ամիս իրանք որտեղ հաց կերել։ Պաստորեն։ Հա։ Այդ մեկն էր Հիշացու հեռախոսից տենց փայծրագիրը անջատեմ վերջում։ Հա, քեզ թվում է դու հատուկ էիր գցել էդի մոտ, թե ես թույլ էի տվել, որ դա լիներ իմ հեռախոսում։ Լավ դեր։ Ամեն դեպքում դա տենց մի հատ բանից այդ իրադարձություններից մեկն էր, բայց մի հատը, որ հիմա շատ լավ հիշում եմ, շատ լավ հիշվող, վերջին անգամ ընկերուներիս հետ որոշել էինք, որ վերջապես պետք է գնայինք ընթրիք։ Ու դե ամեն օր մենք Սարյանի վրա ինչ-որ մի բան ուտում ենք, իհարկե թե տապաստանում թե ստեյք արում եւ այլն, հեսա մի անգամ որոշել էինք գնայինք տենց տոլմաների մասնագիտացված տեղ, հա? Մով ռեստորանը։ Եվ այնտեղ դե բնականաբար սնունդ կար հետաքրքիր եւ մենք տարբեր բաներ ընտրեցինք փորձելու։ Գինին բնականաբար ես պետք է ընտրեի եւ ես տենց տեսա մենյուում մի հատ տենց տոլմա էր, որ գրած էր ղաուրմա եւ տոլմա։ Ու իրականում ես սաղ կյանք չեմ սիրել ղաուրմա։ Իր գաղափարը ուղղակի ինձ դուրս չի եկել։ Բայց պատվիրեցինք տարբեր տեսակի տոլմաներ եւ ես տենց պատվիրեցի գինին, բնականաբար դա հայկական նարնջագույն գինի էր։ Եվ այդ նարնջագույն գինու տրենդը հիմա բավականին հետաքրքիր զարգանում է աշխարհով մեկ։
Ես տենց էլ չհավանեցի, Դե բայց տենց մարդկա սիրումը, մարդկա չէ։ Հիմա կարող եմ մի անգամ ինչ-որ տենց բան փորձես ու նարնջագույն գիններ տարբեր տեսակի են լինում, ունեցած կգտես քոնը։ Ու ես հիշում եմ, այդ ես տոլման կերա ու մի կում այդ նարնջագույն գինին արեցի ու ամենահետաքրքիրինչն է այդ գաստրովայելքի կոմպոնենտներից մեկը նախ սնունդը պետքա շատ համով լինի, երկրորդը գինին շատ համով պետքա լինի, բայց եթե իրանք իրար հետ չխոսան եւ չհամադրվեն, չի ստացվի ոչինչ։ Այդ ֆրանսերեն օրինակ ասում են mariage, ամուսնություն։ Այո, ես գիտեմ դու ոնց ես դրան վերաբերվում, դրա համար։ Հիասքան չեմ վերաբերվում։ Ես 4 անգամ ամուսնացել եմ, ոնց ես կարող վատ վերաբերվում ամուսնությանը։ Ամենալավ բանն է կյանքում ամուսնությունն է։ Դրա համար մենք խոսում ենք գինու եւ ուտեստի համադրության մասին եւ քանի որ ղարումայի մեջ սպეციფიկ համեմունքներ կային եւ գինու մեջ հետաքրքիր նրբերանգներ, իրանք այնքան լավ միաձուլվեցին եւ խոսացին իրար հետ, որ ես սենց չէի ուզում սենց կուլ տայի այդ մի կտորը, սենց ծամում էի ու վայելում էի։ Ընկերուներս էլ տենց փորձեցին, իրանք բնականաբար նույն այդ զգացողությունը չունեցան, երևի դա ինչ որ սպეციფიկ բան է, բայց ես շատ վայելեցի այդ հենց օրը ու մինչև հիմա հիշում եմ այդ եղել է երևի մի տարի առաջ։ Հա, մոտավորապես մի տարի առաջ։ Այո։ Ինչքան կարևոր է, չէ, ճիշտ սնունդը, հաճելի գինին մարդիկ ում հետ դու։ Դե այսօր քո տեղը պետք է լիներ Արկադիա։ Հա։ Իմ համար իրականում Երևանում մի 4-5 sense top figure-ներ կա, որոնք որ էս գաստրոնոմիկ արվեստը զարգացրել են եւ ստեղծել են եւ տենց top list-ում Արկադիներ դու էիր էլի մարդիկ հիմա չեմ ասի բայց Արկադիա ասեց միայն Մարիամից հետո եւ հա բայց իրական բոլոր նախագծերը որ Արկադիա արել են ինձ անկեղծ սուր են գալի ու մովը հա շատ կայֆն է բայց ես հիմա բան չեմ անում ժոպալիզություն չեմ անում, ես տոլմայի գաղափարը առհասարակ շատ սիրում եմ, շատ ֆենոմենալ է գաղափարը, մովում վաղուց չեմ եղել իրականում, չխապեմ, բայց ամենահամով տոլման որ կերել եմ, այդ վերջերս Տապաստանում էր, ես ամենտեղ տապաս տանում, չէ, Տապաստան չեք։ Ախր որտեղից է вообще այդ բրենդինգը գալի, այսինքն ես այս աշխարհի ամենավերջի Beatle-ն չեմ, բայց դժվար է արտասանել այդ անունը։ Սովորաբար բրենդը դնում են նենց, որ սենց մարդը հեշտությամբ կարողանա իրան արտասանի, բայց բավականին բարդ է։ Գաղափարից է առաջացել։ Այսինքն երբ որ դու ունես գաղափար, չես ուսումնասիրում շատ բրենդինգը առանձին, այլ գաղափարից բխում է։ Իսկ Տապաստան դա իսպանական տապաների տեսակն է, որը մենք շատ էինք ուզում, քանի որ 3 տարի վինոն բացելուց հետո հասկացանք, որ մարդիկ ի վերջո գալիս են գինի։ Արդիկ ի վերջո սովածանում են։ Հանգիստ կարող են սարապորտիկներ։ Շատ լավ շարմանոց է բացվել է առանց, հա, իդեպ վերջերս խնդիր ունեմ, ես մարդկանց ինչ ասում են, վայ ինչ լավ կատակ ես անում, ասում եմ, կատակ չեմ, լուրջ եմ ասում, ուղղակի ժպիտով եմ ասում, բայց ոչ հումորային բան չկա։ Իրականում շատ լավ շարմանոց է բացվել Ինվինոյի կողքը, որտեղ որ գնում հաց ես ուտում, հետո գնում ես կուշտ փորով 2 շիշ լավ գինի ես խմում ու չես վատանում, որտեղ նախորոք յուղոտ ճնճոտ շարմա ես կերել, որը որակյալ լավ մսից է։ Խնդրում եմ լցրեք իմ բաժակը լավ մատրվակ չեմ այսօր կամ շիշը տվեք ինձ եւ ես կլինեմ ինքնամատրվակ, բայց այդ ինչ որ լավ չի հնչում ինքնամատրվակ։ Հարաբես չէ։ Չեմ անի այդ բանը։ Ես շատ խորացել եմ այն թեմայի վրա, որ քեզ քո ընտանիքին առհասարակ պատկանում են ինտելեկտուալ բիզնեսներ։ Ես լսել եմ կարծիք եւ միտք, որ քո փոքր քրոջն է պատկանում Երևան Սևան ավտոմայրուղու բոլոր գազի զապրավկեքը, ու այդ ինտելեկտուալ բիզնեսները դուք դրա հաշվին եք պահում, բայց ճիշտն ասած հարկայինում ճշտեցի, այսին տենց բան չկա։ Ինչքանով հեշտ է, եթե չունես մեջքիդ տենց մի հատ քարտ օլիգարխ քուր։ Այդ պատկասը չէ լուսայի գազի զապրավկա է դա։ Ոնց կարա դու գիտես չէ։ Ինքը ավելի լավ դիզայներ է ինձ թվում։ Ինքը շատ լավ դիզայներ է, ինքը փառեղ դիզայներ է։ Առհասարակ ինտելեկտուալ բիզնես ունենալը Հայաստանում
գնահատված, եկամտաբեր, չգիտեմ որ բառը օգտագործեմ, երբ գալի եմ պահը, որ զզվում ես, ուզում ես տենց պրոստը մի 10 լիտր բենզին առնես, սա վառես օրինակ, կամ ոնց է քո մոտ այդ ամենը։ Քան հետաքրքիր երբեք չի լսել ինտելեկտուալ բիզնես հասկացող, իմ համար ծեր խորթ է դա լսել, ուզում հասկանամ ինչի նկատի ունես դրանով։ Նկատի ունեմ բիզնես, որը որ միտված է ավելի շատ, նայ, բիզնես առհասարակ, հա, ինքը ինչ է, առևտուր է, այսինքն դու առնում ես մի բանը 500 դրամով, ծախում ես 1500 դրամով, լավ է։ Ճանապարհին չգիտեմ, ինչ որ մեքենա հատկատ, ինչ որ մեկին չգիտեմ, ինքը ի սկզբանե մեխանիզմը տենց է առաջացել։ Հաշվում ես քո ռիսկերը եւ այլն, ինձ թվում է այն ամեն ինչի ինչ որ sense մի քիչ գլոբալ ասեմ երևի, հա, կարելի է տենց Trinity Group անվանել կամ ժամանակին ասում ենք Divine Group Սաղալթելյան and Daughters Բաբալուլյանն ու Գրիգորյանը ուրեմն Trinity հա ինքը միտված է մշակութային արժեքներ ստեղծելու գաստրոնոմիկ ոլորտում, այսինքն շատ հստակ երևում է որ այն մարդը ով մտածել է, չգիտեմ վերցնել գինին դնել իրան խանութի գնով պոլկայի վրա ու ընդամենը պլյուս 20% անել իր մեջ, ինքը չի ենթադրել, որ կես տարի հետո ունենալու է 2 հատ Bentley, 4 հատ ախրանիկ ու էլ ինչ են ունենում տենց մի բան։ Չունի, հա։ Չէ, ես տեսել եմ քո անվտանգության աշխատակիցներին Մարիամ Միխայելի։ Ես լավ էի թաքցնում իրանց։ Չէ, չի ստացվել, երբ որ դու մտնում ես Սարյան փողոց, միանգամից բոլոր այդ փողոցային շները դու շատ լավ տիրություն ես անում, ասես գաստ կահագդում են եւ հավատարիմ աչքերով նայում են քեզ ու պաշտպանում են։ Վաու, փաստորեն շներն են իմ ախրանիկները։ Ուրեմն այ։ Ինչ վատ է։ Բայց եւ շատ երևանյան բան է, օրինակ ես խորացել եմ, որ իսկական երևանցին դա այն մարդն է, ում փողոցի շները ճանաչում են, օրինակ ինձ փողոցի շները ճանաչում են, ու երբ որ տեսնում են, որ շատ գինովցած թափառում եմ առավոտյան Երևանով, իրանք ինձ ուղեկցում են։ Հա։ Աստորեն տենց հետաքրքիր եղել է։ Մի քանի անգամ հաճախ եղել է, ասես։ Չէ, արդեն ոնց որ հա, արդեն քանի տարի է այստեղ ապրում 8 թվականից 10 շատ ու 15 տարեկանից աշխատում եմ, գիտես, թե ԱՄՆ-ում մեր ծանոթների խանութում, թե իրենց դելիում աշխատում էի եւ այլն, այսինքն միշտ սիրել եմ, միշտ եղել եմ այս ոլորտում ու սիրել եմ այս ոլորտը, հա, եթե անվանենք հանրային սնունդ կամ հյուրընկալություն, ես կասեի ավելի շատ 2004 թվականին մերոնք հիմնադրեցին The Club ռեստորանը, բայց դա իրանք արել էին, որովհետեւ դրա կարիքը ունեին։ Ինչ որ մի հատ տեղ, որտեղ Բայց իրանք ունեին դրա կարիքը, որտեղ շուկանում էր դրա կարիքը։ Սա այն բացառիկ օրինակներ է, որ ինձ թվում է պահանջարկն է ստեղծել առաջարկ, ոչ թե շուկանով է։ Շուկան մարդիկ են, շուկան դա այն է, որ դու տեսնում ես, որ այն մայթի վրա մի հատ լավ գազի զապրավկա կա ու չի հասցնում այդ գազը բոլոր ավտոների մեջ սրսկի կամ կրակի, տենց մի բան են անում, ու դու կողքը բացում ես մի հատ էլ, որ իրա ու մի 10 դրամ էժան ես դնում գինը, որ իրա կլիենտների մի մասին բերես քո մոտ, դա շուկայական առողջ հարաբերություններ են։ Եվ տարբեր տեսակի կան իհարկե ռազմավարություններ, որ բիզնեսներ ընտրում են եւ այլն մրցակցության եւ այլն, բայց Հա, 2004 թվականին Երևանում կար Դոլմամա, ու կային լինքը Գագոյի մոտ ֆորմատի քյաբաբնոցներ, էլի ամենայն հարգանքով, ես ինքս Պրոշյանում մի քանի մնացած տեղերի մշտական հաճախորդ եմ, բայց տենց չկար գաղափար, որ կարելի է ուտել, կողքը լինի դասական լավ երաժշտություն։ 2004 թվականին ես առաջի կուրսը ես հիշում եմ, որ The Club գնում էի, որտեղ այնտեղ կարելի էր նոթբուք վերցնել արենդայով, այնտեղ շատ լավ ինտերնետ կար, Թեհրանի հատվածում, ու ես նստում տենց ինչ որ բան էի կարդում, այն ժամանակ գործ չէի անում, բայց այն ժամանակ չկար հասանելի ինտերնետ, տանեն, dial-up-ներ, ինչ որ sense ու շատ լավ հիշում եմ մի ամբողջ էրայա այնտեղ անցել ես հիշում եմ որ ժամանակ The Club-ում աշխատում էին երկու գեյ մատուցող որոնք որ կռիվ էին անում ով ինձ պետքա սպասարկի ու ես մի պահ վախեցա այդ ամեն ինչից սկսեցի այնտեղ չգնալ որտեվ դե ես մի երիտասարդ էի բավականին եւ ունեի շատ Վախեր այդ ժամանակ համակարգիչ վարձակալել մատուցող Հա, դաժե որ շատ ուզենամ կհիշեմ ինչ որ րոպեն 15 դրամ էր ինչ որ այս սենց ինչ որ չափան միավոր կար
Ես այդ հիշում եմ, որ Հայաստան տեղափոխվեցի ու մեր տան տակ կար տենց համակարգչային ինչ-որտեղ, ես մտնում էի Skype, Կոմպյուտերնոց է դա կոչվում։ հա, դե համակարգչային սրահ, Կոմպյուտերնոց։ բա։ Այսինքն այդ 4 թվականին երբ որ բացվեց, իրենց նման մարդիկ շատ էին, ում պետք էր մի հատ տեղ, որտեղ կարելի էր համով ուտել, եւ բացի դրանից հիմա նայ The Club, հա, ակումբ։ Հիմա որ ասում ես ակումբ կամ The Club, մանավանդ ավելի երիտասարդ սերունդերին, իրանք պատկերացնում են ապարելու տեղ, չէ։ Իսկ այն ժամանակ դա ակումբ էր, որտեղ տեղ էր, որ մարդիկ հավաքվեին, կիսվեին ինչ-որ հետաքրքիր մտքերով, ապահով տեղ։ Այսինքն նման մարդկանց տեղ։ Կար գալերեա, որտեղ տարբեր ցուցադրություններ էին լինում, կար ռեստորանի հատվածը, որտեղ մատուցում էին հայկական սնունդ, բայց կարելի է ասել մի փոքր ֆրանսիական հպումով, որովհետև մեր կոնսուլտանտ Պովորը Նիկոլյան, ինքը ֆրանսիացի էր։ Խոսում French touch-ը, ֆրանսիական հապում հաշեցիվն է։ Փորձում եմ թարգմանել միաժամանակ, բայց դա գինին օգնում է մեկ-մեկ այդպիսի ինչ-որ պոետիկ արտահայտություններ անել։ Շատ լավ օգնում։ Ֆրանսիական հպումով խոհանոց էր շատ հետաքրքիր, հետո այն պուֆիկների տեղ թեարանը, պուֆիկներ էին, մարդիկ գալիս թեյին խմում։ Հետո արդեն սրճարանը, որտեղ եթե ռեստորանը մի քիչ ավելի տենց fine dining, հա, տենց իր վիճակ էր, սրճարանում արդեն բրդուճներ, ինչ որ sense հավես քրոկ մսյո, այո, սրճարանում հեղինակային երգիչների երեկոները, բարդ երեկոները, Սահակի քանդակներ են, որ քաքերի վրա Անահիտ Աստվածուհիներ չէ կանգնած։ Դա ուրիշ բան է կոչվում։ Ինչ է կոչվում, համել որ վառում են աթար, լավ։ Աթարների, այո։ Աթարը իմ համար մի բան է, որին կպտում է սերը, երբ որ սիրահարվում եմ, ես ասում եմ, վայ, աթար, չէ։ Ասում եմ, սերը աթարին էլ է կպտում, չես լսել հին հայկական թեվավոր արտահայտություն։ Չէ, այդպես բաներ մենակ քեզանից եմ սովորում ես։ Գյուղի աղջիկ, ոնց չես լսել այդ արտահայտություն։ Հենց այդ է երևի։ Ես ունեմ դոկումենտալ կադրեր, որ Կասկադում կովեր էին արածում։ Լուրջ։ Ուզենայի դա տեսնել շատ հետաքրքիր։ 1800-ականներին։ Դե տատիկս ընդեղ է, չէ, ապրել։ Այդ ժամանակ չկար։ Այդ ժամանակ չկար, չէ։ Դե կպատմեր։ Մինչ Թամանյանական Երևանն եմ ասում։ Բոլորս ունենում ենք մեր կյանքում, չգիտեմ, նույն ձևի ոնց որ սիրահարված, ոնց որ հարաբերություններն է, ինչ որ սկսում լինում է այդ սիրահարվածությունը, հետո դու սկսում ես տեսնել, որ չգիտեմ, այս նասկիները սաղ տնով մեկ թափած են ու դա քո նерվերին ազդում է։ Նույնը ինչ որ չափով բիզնեսում է։ То есть կա մի շրջան, որտեղ որ դու ստեղծում ես արժեք, գալիս են մարդիկ, ասում են, վայ ինչ լավ է, վայ ինչ սիրուն է, քո աշվին ուտում խմում են, գնում են ու մեկ էլ գալիս է ամսվա վերջը, որ պետքա վճարել մի շարք բաներ։ Եվ հարց կայանում էր հենց կոնկրետ դրանում կարաս բացես, կարաս չբացես լիքը փակագծեր, ընդհանուր էլ եմ ասում, բացի խախախիքից, սա նրա մասին է, որ հիմա ինչ-որ մարդիկ ովքեր ուզում են մտնել այս ոլորտ, կամ այս ոլորտում ունեն ինչ-որ խնդիրներ, կամ ունեն պահի տակ հաջողություններ, որ սենց իրանք վաու, ինչ-որ իրենց իրանք կյանքը կարել են բան, այլ մարդկանց լսելով կարողանան մի հատ գտնեն, օրինակ նույն ձևի, երբ որ ես 22 թվականին ամպերով էի քայլում ու լիքը ապուշ ռեստորաններ բացեցի այդ մի տարվա մեջ, որոնցից վիտոգի մեկը մնաց, ես չունեի հնարավորություն խորհրդակցելու, հասկանալու, որտեղ եմ ես իրականում գտնվում, արդյոք այս հաջողությունը պայմանավորված ցավալի դեպքերի հետ, որոնք տեղի են Ուկրաինայում, թե այս հաջողությունը պայմանավորված է, որտեղ ես այնքան խելացի եմ դարձել, որ կարողացել եմ վաու բիզնես կառուցեմ եւ այլն։ Ամեն դեպքում շատ լիքը ու սիրուն բաներ է կարելի խոսել, երբ որ դու անում ես արվեստով լի ինտելեկտուալ բիզնես։ Բա դրա հակառակ կողմը ես գրեթե վստահ եմ էլի, որ տենց միևնույն է, դու ինչքան ուզում ես ասա, որ կային մարդիկ, իրանք այդ գաղափարի կարիք ունեին, հիմա Երևանը սրա կարիք ունի, նրա կարիք ունի, Երևանը դա, չգիտեմ, 1.5 միլիոնանոց քաղաք է, որի 1.450.000-ը լավագույն դեպքում ուզում է ուտի, մի հատ սենց արտահայտություն կա, իսկ ձեր ուտելիքը կշտացնում է, ինքը ուզում է գա, որ իրան 5 րոպե հետո սեղան դնեն ուտելիք, ինքը կշտանա, դրա դիմաց ցանկալի է վճարի 1500-ից 2000 դրամ, մի հատ էլ ախպեր, մի հատ
կակտել տուր, որ մի բաժակից սենց, չգիտեմ, դոմփեմ, թե չգիտեմ, ինչ լինեմ այդ բաներից, ու գնա, այսինքն մենք ապրում ենք այդ իրականության մեջ, եկեք չմոռանանք դրա մասին։ Դա Երևանի խնդիրն էլ չի, Ժամանակները մի քիչ փոխվել է, աշխարհի խնդիրն է։ հա, Լավ, ինտելեկտուալ բիզնեսը կարա լինի եկամտաբեր ու դու օքեյ ես ու երջանիկ ես ինչի մեջ որ դու գտնվում ես, եթե ամբողջացնենք այս երկար զրույցը։ Այո, երջանիկ եմ, որտեղ որ գտնվում եմ, բայց հարցը ինտելեկտուալ բիզնեսի մասին չի, այլ դրա ճիշտ մատուցումը մարդկանց, որ դու կարողանաս նաև քո թիրախը ճիշտ ընտրել։ Հիմա ամեն ինչ թողնենք մի կողմ, թիրախ, շուկա եւ այլն, հա։ Ովքեր են գալիս այսօր The Club, ովքեր են գնում Invino, ովքեր են գնում Տապաստան։ Տապաստանը իդեպ ասեմ ամենասկզբից երբ որ բացեցինք, հենց այդ խնդիրը կար, որ մենք մենյուն դրել էինք այնպես, որ պետքա փոքր սնունդներից ընտրեին մի քանի բան եւ ստեղծեին ինչ որ հետաքրքիր իրենց համար սնունդի հավաքածու, հա, set, որովհետեւ գաղափարային էր, տապաները իրանք ինչ են, տապան, պինչոս, չիկետի, այդ ուտեստներ են, ոնց որ բրուսկետաները, չիկետի, բրուսկետանի նման ուտեստներ են, որոնք համայն հագեցված են, բայց իրանք մատուցում են այնպես, որ դու կարաս ուտես մի փոքր աղցան, մի փոքր ապուր, միգուցե մի փոքր ստեյք եւ այլն եւ մի քանի տարբեր բան փորձես, ոչ թե ասենք մի հատ մեծ ստեյք ուտես եւ այլն։ Սկզբից գաղափարը տենց էր։ Բնականաբար, հաշվի առնելով իրականությունը, մենք քիչ-քիչ հասկացանք, որ դա պետքա փոխել։ Եվ հիմա ունենք մի կողմը գրած տապաս, մյուս կողմը անտի-տապաս, հակատապաս։ Ունենք մեր գժոտ ստեյք, որ տենց մի 700 գրամ միսա։ Այսինքն այդ ամեն ինչը դու բնականաբար Ստեյքը կոչվում է անձղ կտրվի, հա։ կոչվում է գժոտ ստեյք։ Գժոտ ստեյք լորդ, Այո, շատ այո։ լավ է, հա։ Եվ ունենք իհարկե երջանկության կտորներ հավի եւ տավարի եւ այլն, դա էլ տենց փոքր ստեյքն է, այդ գժոտ չի, ինքը տենց երջանկությունն է, այո։ Երջանկության պատառները։ Մոտավորապես։ Ու մենք այդ հասկանալով փոխեցինք բնականաբար մենյուն։ Դու միշտ հիշի ինչն է, իմ կարծիքով ինչն է կարևորը, որ մարդիկ եթե իրենց գաղափարը շատ չեն փոխում, օրինակ, դու բացում ես ռեստորան ծովամթերքի ու շատ քիչ մարդ է գալիս, որովհետև օրինակ, չգիտեմ, այստեղ ծովամթերք չեն ուտում։ Դու լավ մարքեթինգ ես անում, բրենդինգ ես անում եւ այլն, ծովամթերք մարդ չի ուտում։ Ինչ պետք է անես, պետք է կամ փակվես, կամ ինչ որ ձևի ադապտացվես, հա։ Դա օրինակ բացառություն է Invino-ն, երբ որ մարդիկ ասում էին, դե մենք նռան գինի ենք ուզում, իսկ մենք գաղափարապես գիտենք, որ գինին դա խաղույց է, ու մենք տենց պնդում ենք, թե չէ նռան գինի որ վաճառենք, ահագին կարող է դա եկամուտ բերեր մեզ, բայց դա մեր գաղափարին դեմ է։ Իսկ մեր գաղափարը Invino-ի պարզ բան է։ Չես ասենք, դες նռան գինի բաժակը 5000 դրամ թողարժեն է, որ ուզում ես ան։ Չէ, որովհետև ես չեմ ուզում մարդիկ խմեն նրան գինի, որովհետև ես ուզում եմ գնահատեմ այդ 400 էնդեմիկ սորտերը։ Ահա շատ բան կա համով, շաուրման էլ է համով, բայց մենք Invino-ում շաուրմա չտվեցինք, տենց է։ Տվեցիք տենց է։ Չէ, Բլինց մեր են կողքը անպայման դնելու եք։ Բայց ինձ թվում է մեն 13 տարին, որ մենք գոյություն ունենք, նաև դրա շնորհիվ է, որ մենք ունենք գաղափար եւ մենք շարժվում ենք այդ գաղափարով։ Այսինքն մենք չենք տալիս մեր մոտ այն ամեն ինչը, ինչ որ չենք հետապնդում եկամուտը այդքան, բավարար մեզ եկամուտ է, չենք ուզում ավել, որովհետև շատ բաներ, եթե դու ուզում ես ավել, ամեն ինչը փոխվում է եւ այդ միջավայրը, որ դու ստեղծել ես, արդեն չկա։ Invino-ն չէր փոխի լավ զարգացած քաբաբնոցների ցանցի հետ։ Ես չէ, ինձ հետաքրքիր չի դա։ Ու ի վերջո չմոռանանք, որ այդ գաղափարը Invino եկավ Վահեի շնորհիվ, իմ մեր գործընկեր Վահեյը, որ իմ հայրիկի ընկերն է, ինքը շատ էր ճամփորդել աշխարհով մեկ ու մի օր հիշում եմ մենք նստած էինք հենց The Club-ում, ես ու Սաշը, մենք երեք հիմնադիր էինք այդ Invino-ի նստած ենք հին մի հատ բազմոցի վրա, որը իմ տատիկինն էր, որ բերել էինք ակումբ, իհարկե փոխել էին այնտեղ ամեն ինչ եւ այլն, ցենց կանաչ գույնի էր ինքը դարեր բավական մոդեռն, բայց հին։ Բազմոցը շատ հիշում եմ այդ, որտեվ տեղ էր հենց որ Վահեն նայեց ինձ ու Սաշին ու ասաց դուք պատրաստ եք մինիմում 3 տարի ձեր սոցիալական եւ անձնական կյանքը զոհաբերել։ Ու դե ես նոր էի տեղափոխվել, չէ, տենց սովորում էի Բրյուսը, որովհետև ամենամոտիկ համալսարանն էր, սովորում էի հոգեբանություն, լեզվաբանություն եւ այլն։ Սովորում էի Բրյուսով, երազում էի, որ մի սպիտակ նիվով տղա, իգա, չէ։ Այդ Բրյուսովի այդ մարդկանց հետ չէի շում, ես այն բոթասներով, ռյուկզակով, որ ինձ բան սովորացրեք, ես եւ այլն։ Այդպես մենակ դու ցիգոն եք եղել Բրյուսովում։
Ինքն էլ է սովորել։ Լուրջ ես ասում, ես չգիտեի։ Բայց ամեն դեպքում համասարն ինձ շատ բան տվեց, ես շատ գոհ եմ, որ ես ավարտեցի, բայց Ճիշտ է, մարդ, որը ֆլուենտ անգլերեն է խոսում, Բրուսովը իրան շատ բան է տվել։ պարտադիր չի դա լինի հենց ինչ որ դասագրքային ինչ որ գիտելիք, ինքը շատ ինձ կյանքի փորձ տվեց, լիքը ընկերներ ձեռք բերեցի։ Այդ ինչ են, գաջ քսած աղջիկների մենթալիտին ու հասկացած, որ Ամեն տենց դեպքում շատ հետաքրքիր է, ես անում էի film club, book club եւ այլն, ինչեւ է։ Բրյուսով ընտրեցի, որտեվ տանը մոտ էր ու ես այդ ժամանակ սովորում էի Բրյուսովում, նայեցի, ասեցի ինչ ունեմ կորցնելու, անելու, ասեցի ես պատրաստ եմ։ Դե Սաշն էլ ասեց այո, հանուն այս հետաքրքիր պրոյեկտի այո, ինքը պատմեց ինչ է ուզում անի, ասեց ուզում եմ գինու բար բացենք, որտեղ մարդիկ կարան գան մի բաժակ գինի խմել առանց ընտրելու, որովհետև շատերը ուղղակի ուզում են ճիշտ գավաթով, ճիշտ ջերմաստիճանի, ճիշտ բացատրությամբ գինի վայելեն ու պարտադիր չի ամբողջ ընթրիք ինչ որ ունենան։ Այսինքն գաղափարային էր, որ փոքր sense երշիկ, պանիր, սենդվիչ, ինչ որ տենց համահունչ բաներ գինու հետ։ Եվ իհարկե հիմնական ֆոկուսը գինին էր։ Այսինքն եթե մենք լինեինք ռեստորան, հիմնական ֆոկուսը կտներ սնունդը եւ կողքից գինին, բայց մեր դեպքում հակառակն է։ Դրա համար գնագոյացումը այդպեսին է, ինչպես դու նկարագրեցիր։ Մենք փորձում ենք գինները պահել այն գնով, որով կարող ես դու գնել գինին ցանկացած ինչ որ մասնագիտացված տեղ, բնականաբար սուպերմարկետների հետ չենք մրցում, որովհետեւ իրենք կարող են շատ էժան վաճառել, բայց իրենց պահպանման պայմանները եւ այլն։ Լավ սուպերմարկետի հետ պլյուս մինուս նույն գինն է, էլի։ Կարող է, կարելի ասել հիմա ամեն ինչ փոխվում է։ Գներն է, բայց լավ։ Հա, մոտավորապես։ Այսինքն դու գալիս ես այդ ու ընդհանրապես 20%-ը, որը ասենք 3 անգամ չի ոնց որ ռեստորաններում, որը ընդունված է, նորմալ է, քո սնունդը պետք է լինի ավելի հանրամատչելի, հետո գինին եթե ուզում ես, որովհետև գինին մենք բոլորս գիտենք, դա ինչ որ հաց չի, ջուր չի, անհրաժեշտություն չի, դա ուղղակի մեր համար, մեր կյանքը ինչ որ sense մի փոքր ավելի հետաքրքիր։ Բայց ինչ որ չափով դեմփինգ չեք անում։ Այսինքն երբ որ մարդը սովորա որ, նայ, դու գիտես ինչի մասին է իմ վինո։ Բազմաթիվ մարդկանց համար, նույն իմ համար տարիներ առաջ, իմ վինոն մի տեղ էր, որտեղ որ գործվին է բացվել 12 նու արդեն ուսանող չէի, բայց պլյուս մինուս Նարեկը կարա գնա եւ 2 շիշ կողքի այդ ժամանակ բան էին շատ գնում Red Bull էր կոչվում այդ pub-ը հա ասենքն այն գնով որ մենք Red Bull-ում կարայինք մենք 2 բակալ գարեջուր մենք կարող ենք մի շիշ գինի գնել ին վինոյում ու տենց լուրջ ստենքով նստել ոնց որ մենք սենց արիստոկրատիայի ներկայացուցիչ ենք ֆանել մենք գինի ենք մենք հիմա աճել ենք էլի Դեմպինգի արդյունքում ինչ է լինում ես սկսեցի Red Bull չգնալ ես սկսեցի գալ ին վինո ու Red Bull-ը փակվեց որտեվ դու չէիր գնում այնտեղ արդեն փակվեց իհարկե չգիտես որ այս ամեն ինչը ին վրա է կառուցված այս աշխարհ չէ բայց ինքը առաջին տեղն էր իրականում որտեղ մենք հասկացանք որ կարելի է չգիտեմ 5-6 հազար դրամով լավ գինի խմել իրականում լավ գինի խմել գինին տենց դու գիտեիր որ մի 20,000 եթե ուզում ես գնաս ինչ-որ նայ դու ասում ես գինու բար ասա ռեստորան կամ մարդկանց համար դա դուրսը նստելու տեղ է տանից դուրս եթե դու ուզում ես գինի խմես դա արժի 20,000 դրամ օրինակի համար չի ասի տենց որովհետև բնականաբար այնտեղ կոմֆորտներ կան եւ այլն ռեստորան գնում ես նստում ես սնունդը մատուցումը սեղանները հարմար աթոռները մեր մոտ այդքան էլ հարմար չեն աթոռները եւ այլն բայց քանի որ ես 100+ կիլո եմ եւ ունեմ լայն նստատեղ ինձ համար շատ հարմար են շատ հարմար չէ բայց իմինոյի իրականում երեխեքը շատ լավն են ոնց ես вообще իրենց ճարում տենց ոնց է դա գախնիկ է չէ դասեմ անպայման բայց անադանով առաջին հարցին նայ մեր մոտ ընդամենը մի փոքր քառակուսի 40 քառակուսի մետրանոց տեղ էր ներսում իսկ մեր գաղափարը դա գինու մշակույթը զարգացնելն էր որը մենք պետք է անենք ինչ որ մի ձև այսօրվա դրությամբ գինու վաճառքը եթե մենք ստատիստիկայով եթե ասենք ավելի քիչ էր քան միլիտր տարեկան կտրվածքով մարդու գինու սպառումը այժմ 4.5 լիտր է ու իրենք ամեն օր հաստատ չեն գալիս ին վինո իրանք հաստատ երբ որ գնում են արդեն ինչ-որ ռեստորան ավելի գրագետ որոշում են կայացնում, գինի են վայելում եւ գինու սպառումը ընդհանուր աճում է երկրում։ Այսինքն այդ ինչ-որ էժան դնել գինի եւ այլն իմенно մի փոքր տարածք է, որտեղ մարդիկ գալիս են դա վայելում են եւ այլն։ Այսինքն մենք Դա չէ իմանձնական ուսումնասիրությունը որն է, որ ողջ Սարյան փողոցի վրա կա երկու տեղ
որ ամենալավ գործն է անում, Ահա։ մեկը դա Զավիկի շաուրման է, մյուսը դա իմ վինոն է։ Հետաքրքիր ուսումնասիրություն ես արել։ Դա չէ բանում, որ դա վերև որը ներքե, բայց ես լուրջ խորացել ու իրանք երկուսն էլ ավոր շատ կարևոր էր, Հա։ որովհետև հա իրանք ու քո երեկոյան Երևանի զբոսանքների մեջ այդ շատ երկու ключевой կետ է, եթե դու որոշել ես night out անես, դու անպայման պետք է ուտես Զավիկ, ու դու անպայման գոնե մի շիշ փրփրուն մի բան պետք է ին վինոյում խմես, էլի, սենց իր կարծիքով այդ չգիտեմ Friday night out այդ ֆռալու բանի կարևոր կետերից է։ Մարդիկ կան տարբեր են ընկալում այդ Friday night out, մարդկա ու սիրում է գնալ ավելի տենց ռեստորան, ուտել, մարդկա, չգիտեմ, սաունա, մարդկա հիմա արդեն ջրվեժ է գալիս, որովհետև տենց տեղ կա, որտեղ կարող են գալ եւ վայելել իրենց երեկոն քաղաքից 6100 wine bar-ը, ուզում եմ ասել շուտով կնշի իր մի տարին, բայց մինչև սա եթեր գնա, նշել է իր 1 տարին ու կա այնտեղ սիրուն այգի։ Այո։ Մանեմ սիրում ես ին վինոյի հյուրերին։ Իրանք նախ հյուր են, թե հաճախորդ են։ Բնականաբար հյուր, այո։ Սիրում ես իրենց։ Այո, բոլորին սիրում եմ։ Անկամ նրանց, ովքեր որ գինու մեջ սառույց են լցնում։ Այո։ Անկամ իրանց ես սիրում։ Այո։ Դու լրիվ ոնց որ Մարիամ Աստվածածինը լինես։ Նայ, սիրելը դա ինչ է։ Բայց Աստվածածին բոլորին սիրում էր։ Վստահ չեմ ճանաչել։ Ես էլ չեմ ճանաչել, անկապ ասացի։ Մեկ ես էլ եմ դուստում։ Ես չգիտեմ Մարիամ Աստվածածինը սիրել է մարդկանց, թե չէ, բայց Մարիամ Սաղաթելյանը սիրում է մարդկանց։ Մեր հյուրերը բոլորը, ովքեր գալիս են հաստում են ին վինո, նախ եւ առաջ ունեն այդ գաղափարը գինու, այսինքն նախ գինի սիրող մարդիկ են գալիս, գինի վայելող մարդիկ են գալիս։ Իսկ դու հիշում ես ինչի ենք մենք ին վինոն անվանել ին վինո։ Դե տենց որ in vino veritas։ Այո, in vino veritas լատիներեն արտահայտությունը կա։ Իմաստությունը գինու մեջ է։ Այո, բայց մենք թողել ենք in vino, որ մարդիկ գինու մեջ իրանք հասկանան գինու մեջ ինչ է։ Սերը։ Ասում է քերիս ֆոկուսնիկա երկու բաժակ խմում է քակադար։ Կան տենց մարդիկ։ Միգուցե կան տենց մարդիկ, բայց միգուցե կան տենց մարդիկ, թե դու գիտես տենց մարդկանց։ Հենց հիմա ինչ-որ տենց արտահայտություն եմ լսում եւ հասկանում եմ, որ կան տենց մարդիկ, ովքեր իրոք չեն կարողանում։ Ես տեսել եմ, բայց դա եղել է միշտ այն չափի մեջ, քանի որ մեր մոտ տենց շատ հաճախ չի լինում տենց ինչ-որ սիտուացիաներ, բայց եթե նայում ենք որպես զուտ փորձ, բնականաբար ալկոհոլի մասին է խոսքը։ Իսկ ալկոհոլը հիմա աշխարհով մեկ համարվում է բան, չէ, zero alcohol, no alcohol, առողջ ապրելակերպ եւ այլն, ուղղակի պատմիկից զիբի Չէ, դու ուղղակի շատ բարձ բան պետք է ասես, ոչ մեկ քեզ չի խոսք տալիս, որ դու գինին խմելուց պետք է ինչ-որ առողջանաս կամ դա լինի ինչ-որ առողջության եսիմ ինչ։ Այստեղ մենք հասկանում ենք մի հատ կարևոր բան, որ գինին երբեք որպես դեղ չի հիմա մեզ մատուցում։ Ժամանակին եղել է, այո, եղել է դեղ Ամիրլովնա Տամասյացին գրել է իր անգիտած պետում, որ դեղային գինին Սովորում ես Ամիրլովնա Տամասյացի մասին սովորել։ Դա հայրիկի շնորհիվ եմ սովորել, հենց որ իրանից շատ բան եմ սովորում ես միշտ նույն Վահեից նույնն շատ բան կարելի է սովորել, ուղղակի երբ որ շփվում ես իրանց հետ։ Ու մի քիչ շեղվենք ու կպնենք քո ասածին մի անգամից։ Հասա։ Քո հայրիկը բավականին մեծ դեմք է բոլոր առումներով։ Ինչքանով է իր այսպես լավ բառեր չգիտեմ պոպուլարնess չի, բայց հենց իր մեծությունը, հա, երևի սենց ասած, իր, չգիտեմ, ինտելեկտը, իր ձեռներեցությունը, իր խելացիությունը քեզ ճնշել։ Դու կարող ես անverջ խոսալ, ինչքան բան ես սովորել եւ այլն, շատ ասում եմ, շատ պոպուշ, շատ լավ է։ Բայց ինչքան է եղել դեպքեր, որ դա ավելի շատ ոնց որ ճնշել է ու դու եղել ես այդ պապայի աղջիկը ու ինչ որ եղել է մի պերիոդ որ տենց քեզ լուրջ չեն վերաբերվել որովհետև համարել են որ դե հովակիմի թևի տակ կամ ինչ որ սենց հակառակ բաներ այսքան լավ ծնողներ ունենալու մեդալի հակառակ կողմը Նայ
նախ ճնշումը, իմ տենց սիրուն արտահայտություն կա, ասում է, որ ադամանդներն են ծնվում ճնշման տակ։ Եվ մի հատ բան կարող եմ ասել, որ հիմա իմ պատկերացումը աշխարհի շատ կարևոր է եւ շատ կերտվել է հենց իմ կյանքում եղած տղամարդ կերպարների շնորհիվ, այսինքն թե հայրս, թե Վահեն, թե կնքահայրս եւ այլն, իրանք ինչ որ հետաքրքիր ինձ աշխարհայացք են տվել եւ միշտ իմ կողքը կանգնել են, ինձ ճիշտ խորհուրդներ են տվել եւ այդ մի փոքր ճնշումը եթե եղել է, ես գիտեմ հիմա, որ դա եղել է իմ զարգանալու եւ իմ ադամանտ դառնալու ճանապարհը։ Համեստությունը նոր բնավորության գիծ է, որ ես քո մեջ նկատում եմ։ Դե հիմա դու հասկանում ես ինչ նկատում եմ, բոլորս էլ տատիկս քանի որ քանդակագործ է, ես համարում եմ, որ բոլորս ինքներս մեզ ենք կերտում, ու ես մեկ-մեկ այդպես մի հատ պատկեր ունեմ, որ ոնց է մարդը հենց ինքն իրան կերտում, տատիկիս ոնց որ այդ տեսնելով ինչպես է ինքը այդ քանդակը ստեղծում եւ այլն, ու ես գիտեմ, որ բոլորս էլ կարող ենք դառնալ այդ կերպարը, ում ենք ուղղակի այսօրվա դրությամբ խնդիրը հետևյալն է, որ չկան ընդօրինակելի կերպարներ, ում ուզում են մարդիկ նմանվել։ Այսինքն մեր ինչ-որ տենց հերոսներ, ինչ-որ ընդօրինակելի կերպարներ, որ մարդը նայում է ասում է նայ, ես կուզենայի սենց լինեի, ես կուզենայի սենց եւ այլն, եւ ոնց որ ես քանի որ երբ որ տեղափոխվեցի Հայաստան, ես չգիտեի ես ով եմ Մարիամը 15 տարեկան էր։ Բայց այստեղ է ծնվել։ Ծնվել եմ ստեղ, բայց 5 տարեկանում գնացել եմ, այսինքն շատ չեմ հասցրել շփվել այս իրականության հետ։ Բայց շախվերների հետ քուչում։ Չգիտեմ, հալամուլա չես ինձ չգիտեմ, չէ։ Բայց Ամերիկայում փորձությունները ինչ-որ միջով անցել եմ, ներս չի որ տենց սահուն կյանք ա եղել, մանավանդ օտար երկիր է եւ այլն, եւ այսինքն հենց այդ գաղափարը, որ ամեն մեկը իրան է կերտում եւ ստեղծում, իմ մոտ առաջացավ ավելի ուշ, երբ որ ես հասկացա, որ Հայաստանում օրինակ իմ հենց տատիկի կերպարը ինչի եմ ասում, որովհետև Թերեզա Միրզոյանը միշտ ում ասում այս ոլորտում, նկարչության կամ քանդակագործության եւ այլն, միշտ այնց բաներ են իր մասին ասում ու ինքը իմ համար ընդօրինակելի կերպար էր, իմ կնքամայրն է միշտ եղել ընդօրինակելի կերպարով, որ շատ աշխատասեր, բայց միաժամանակ շատ նուրբ եւ ուղեկցող եւ այլն։ Այսինքն ես իմ կյանքում դա ունեցել եմ եւ պատկերացումը իմ կյանքի կերտվել է իրեն շնորհիվ։ Դրա համար երբ որ հիմա ասում ես ճնշում եւ այլն, ես համարում եմ, որ մի քիչ այդ ուղղորդումը եւ այլն ինձ չի խանգարել։ Բնականաբար սկզբից ատում էի իմ ծնողներին, երբ որ ինձ Ամերիկայից բերել էին ստեղ, ես քանի ամիս չէի խոսում իրանց հետ, ինչի եք բերես, այս երկիր, ինչ է այս երկիրը ընդհանրապես, ասենք Ամերիկայից հետո։ Գիտես, ես ամեն ինչ sense մոնտաժելու ենք ու օգտագործելու ենք որպես տենց ես ատում եմ իմ ծնողներին։ Արա այս Հայաստանը ինչ վատ երկիր է։ Այո, ոչինչ, փաստաբաններ ունենք շատ լավ, ով այդ հարցերով զբաղվում են եւ ընկերները Շնորհակալություն գաստրոքաստներ եթերում Մարիամ Սաղաթելյանի։ Իսկ լի մենք գաստրոնոմիայի մասին խոսանք, Չէ, դու ունես իրավունք իրան խփելու իմ գլխին։ Հա, դու վստահ ես։ Ես վստահ եմ, որ եթե դու դա անես, ուրեմն ունես բավական հիմքեր դա անելու։ Ահա, հասկացա։ Չգիտեմ։ Խնդրում եմ Մարիամ գինի ինձ լցրեք եւ շարունակենք մեր զրույցը։ Կամ գինուշիշ կարաս ինձ տաս, ինչ որ մի տեսակ Արդեն երկրորդ անգամ ես դա ասում, ամեն ինչ չափի մեջ, ես չափավոր լցնում եմ ինչքան որ պետք է։ Չէ, ես ինչ պիտի տա քանակո գավաթում եւ ինքը հիմա իդեալական ջերմաստիճանի է թող sense մնա։ Դու միակ մարդն ես, որ ինձ կարողացար ես դա անգամ չստիպել ուղղակի ասացի ես ենք խմում, ուրեմն ես ենք խմում։ Ես կարմիր գինի համարները կտրականապես չեմ խմում։ Բայց քանի որ իրականում արդեն sense աշտան հոտել կա եղանակի մեջ, հա։ Մենք խմում ենք 6100 Արենի։ Այո, մեր այգիների Ծաղավնաձորի 1350 կիլոմետր, ծովի մակերևույթից բարձր։ 1350 մետր։ Կիլոմետր ասեցի, չէ, մետր։ Ծովի մակերևույթից բարձր 1.350 կիլոմետր։ Այո, շնորհակալություն։ Կյանքում մեկ անգամ էլ ես կարողացա մի փոքրիկ նկատողություն մեջբերում անել Մարիամի խոսքի մեջ։ Շատ լավ է ճկում, Մարիամ։ Այո, վատ չի։
Մերեմ ամենաթանկ գինին, որը որ խմել ես։ Իրականում հետո եմ գինը իմացել, որ բավականին բարձր էր, Ինչքան։ մոտ մի $5,000 կարգի էր Շիշը։ մոտարապես, մեկ շիշը, բայց իրականում այնքան հետաքրքիր է, երբ որ գինը չես իմանում, շատ ավելի հետաքրքիր է իրականում գինին բացահայտել։ Ու Ինքը շատ լավ պատրաստված գինի էր։ բայց գտայել այդքան փող։ Քո հաշվին չես խմել եթե չոնց հասկացա, քանի որ հետո ես գինի իմացա, հետո եմ գինի իմացա, ինչ որ մեկը հյուրասիրել էր եւ այլն։ Իրականում երբ որ արդեն հասնեմ այդ этаպի, որ ես կարողանամ նման գինիներ գնել եւ ինձ թույլ տալ նման գինիներ գնել եւ պահել իմ կոլեկցիայում, միգուցե, այո, բայց ավելի շուտ հիմա հակված եմ լինելով մի քիչ ավելի մասնագետ այս ոլորտում գնել այն գինիները, որոնք հետագայում պոտենցիալ կունենան նման գին ունենալու, Աու, որովհետեւ սոմելիեի հենց ամենահետաքրքիր investment time։ Այո, նաև բավականին հետաքրքիր investment է, որովհետև երբ որ դու Ֆրանսիայում դա ընդունված բան է, en premier, երբ որ գնում են գինին, այսինքն ինքը դեռ տակառներում հնեցված է, մարդիկ գնում են այդ գինին տակառներով եւ պահում են։ Դե տակառը իրանք չեն պահում, իհարկե մասնագետը պահում է իրանց համար եւ այլն, բայց հետագայում իրանց քիմքը իրանց թելադրում է, այսինքն հուշում է, որ գինին ունի նման տտիպություն, նման թթվայնություն, այդ տարին ուսումնասիրում են ինչպիսի տարի է եղել, ինչքան անձրև է եղել եւ այլն եւ այլն։ Գնում են, հետո տենց պահում են, իհարկե ճիշտ պայմաններում։ Նույնը կոնյակը, նույնը լիք ուրիշ ալկոհոլային ըմպելիքները, որպես investment մարդիկ պահում են։ Մարիամը նաև Հայաստանի լավագույն, իսկ վաստակավոր լավագույն սոմելեն է ըստ որ թվականի 23 թվականի։ ըստ 2023 թվականի։ Այո, շատ Հիմա բարդ է։ ուրիշը կա, թե դու մինչև հիմա պահում ես այդ տիտղոսը։ Դեռևս չկա, բայց շուտով կլինի։ Դե ոնց որ առաջին անգամ, երբ որ մենք արեցինք այս կոնկուրսը, պլանկա դրեցիր, բայց կոնկուրսը փակվեց քեզանից հետո։ ոչ, ուղղակի մարդիկ վախում են նման կոնկուրսների մասնակցել, որովհետև իրենք վախում են, որ պետքա կամ հաղթես, չէ, որովհետև երկրորդ երրորդ տեղ վայել չի ոչ մեկին, եւ ինձ թվում է մասնագետները դեռևս այդքան համարձակ չեն մեր մոտ, որ մասնակցեն։ Ես շատ էի վախում, դու չես պատկերացնի, իմ ձեռքը դողում էր այդ շիշը բացելուց։ Քո ձեռքը դողում էր, որովհետև դու նախորդ գիշեր շատ էիր խմել։ Ոչ, ես որովհետև շատ անհանգիստ էի եւ մտածում էի հիմա այս ժյուրին ինչ է մտածել, ճիշտ բացեմ, հեսա սխալ կբացեմ, միավորներ կիջնեն եւ այլն, ու ես շատ անհանգիստ էի, մանավանդ դե փակամ տեսա, չէ, բերում են 8 գինի, ու այդ ընթացքում դու այդ 8 գինին պետքա փորձես եւ գուշակես ինչ գինի է, սորտը, տարեթիվը եւ որ երկրից է, որ շրջանից է եւ այլն։ Դու քրիստոնյա ես։ Այո։ Որ գրամոլությունը մեղք է։ Ինչը։ Որ գրամոլությունը։ Որ գրամոլությունը որն է։ Դες ես էլ հայրից սիրում։ Հա, շատ սիրուն բառ ասեցիր, բայց եթե կարելի է գրամոլությունը դա, շատ ուտելն է, ուտելքի հանդեպ այն 10 մեղքերի մեջ է ինքը մտնում, չգիտեմ, անգլերեն չգիտեմ, ռուսերեն չրիվաուգոդիա։ Եթե չեմ սխալվում, ճիշտ ասացի։ Ամեն ինչի overindulgence-ը կարա բերի վատ ինչ overindulgence-ը հիմա այդ դու պետք է լավ բառը, որտեվ հայերեն չգիտեմ, բայց ամեն ինչի չարաշահում է, այսպես ասած, վատ է։ Այսինքն ես հավատում եմ, որ ամեն ինչ, այո, անգամ ջրի, դու լավ գիտես։ Ես սրտի այդ խնդիրներ ունեմ, որտեվ ջուր շատ եմ խմում։ Օ։ Վաու։ Ես չգիտեմ, որ դա դες լուրջ բան կարա լիներ։ Սիրտս մեծացել է, ես բժշկին ասում եմ, դա ուղղակի մեծ սիրուց է դեպի մարդկությունը։ Ես բժիշկ ասում եմ քիչ խմի։ Բժիշկ ասում է քիչ խմի։ Ունես 10 տարի։ 10 տարի, հա։ Այո։ Ինչ Ես ինչ լավ է, որ գիտես կոնե, որ այդքան ունես, բայց թե այսօր վաղը ինչա լինելու, մենք ոչ մեկս չգիտենք։ Այսօր վայելի այսօրը եւ իհարկե ամեն ինչ չափի մեջ։ Գինին, սնունդը ու ինչքան կյանքում դու ավելի շատ ձգտում ես հետաքրքիր փորձառությունների ժամանցի, դու հասկանում ես, որ միգուցե ես քիչ խմեմ, բայց մի քիչ ավելի հետաքրքիր գինիներ խմեմ, մի քիչ ավելի քիչ ուտեմ, բայց ուտեմ նենց ինչ որ բաներ, որոնք որ ինձ իրոք հաճույք են պատճառում։ Այսինքն ոչ թե ուտեմ,
ուտելու համար, այլ իրոք դա վայելելու համար։ Ահա Իսկ մենք դա դպրոցում էինք տենց ոնց որ հա, գողականում հասկացում դու ապրում ես ուտելու համար, թե ուտում ես ապրելու համար, այո, երբ ես մեծացա, ես հասկացա, որ չէ, ես ապրում եմ ուտելու համար, հա, բայց այն հələ չի փոխվել։ ճիշտ պատասխանը, որ ուտում ես ապրելու համար, Այո, չէ, երբ որ դու մի քիչ ունես իմ չափերը, ինձ թվում է ես իմ անձնական մարմնի օրինակով դա ցույց եմ տալի, չէ, ես սիրում եմ ուտել, Իրոք սիրում եմ խմել, բայց այնեք խմել, կար շրջան կյանքում, երբ որ դու խմում էիր, որ հարբես օրինակ համար, հիմա ես խմում եմ, որտեղ վայելում եմ այս կումիկը ու իդեպ ստուդիայում գնալով տաքանում է ջերմաստիճանը բարձրանում է, գինին տաքանում է, ուրիշ համահոտային նոտկեք է ստանում, այս դա մենք շերտերը բացահայտվում են եւ այլն։ Ես էլ եմ սիրում, բայց հասկանում ես, երբ որ դու ինչ որ բան անընդհատ ես անում, դա ձանձրալի է դառնում։ Այսինքն, հա, մենք բոլորս էլ ինչ որ մի տարի կար անընդհատ ինչ որ գնալ, ընկերներ շփվել, գնալ, ստեղ ես խմել են, ուտել ես, խմել են, եւ այլն, հետո բա ուղղակի հոգնում ես ու փոխվում է կյանքիդ ֆորմատը ու հասկանում ես, որ մի րոպե, մի հատ սենց փորձեմ։ Բայց դա նորմալ է, որ մարդիկ տարբեր բաներ են փորձում եւ այլն։ Սննդի առումով ես ավելի քիչ համարձակ եմ եղել միշտ։ Ես հիշում եմ առաջին տրյուֆելը, երբ որ ես կերել էի, կնքահայրս բերել էր ասում ես ծվածեղներ հայտնի որի մասի ես լսել եմ։ Չէ, ուրիշ ինչ-որ թեմա է ծված է, ինքը բերեց իսկական տրյուֆել եւ Ֆրանսիայից։ Եվ ինքը հատուկ sense դանակով քերեց դա, sense փոքր կտորներ դրեց ափսեին, հետո sense մի հատ տրյուֆելի ձեթը վրան արեց ու ասեց երեխեք վայելեք, սա տրյուֆել է։ Ես դե տրյուֆել գիտեմ շոկոլադ են, կոնֆետներ են, ժամ չգիտեի չէի խորացել։ Ու ես ասում, վաու, եթե ինքն է բերել, ուրեմն սա ինչ որ հետաքրքիր բան է, ես վերցնում եմ, ուտում եմ։ Հիմա ծամում եմ, դուրս չի գալիս, բայց ամաչում եմ ինչ-որ բան ասել, ասում եմ, շատ լավն է։ Հիմա շատ եմ սիրում տրյուֆել եւ նույն ձևի ուստրիցաների հանդեպ, ուստրիցան ոնց է հայերեն, ոստրե։ Ես չէի սիրում, ոչ իրանց տեքստուրան, ոչ իրանց հետի սոուսը, ոչ մի բան։ Հետո մի բան եղավ իմ կյանքում, որ ես առաջին անգամ որտեղ ես կերել կանում Հա, դա ասեմ։ Երբ որ դու առաջին անգամ օրինակ ինպես ուտում ես առաջին անգամ oysters-ը Շրի Լանկայում, ինքը լրիվ ուրիշ վիճակ, այսինքն ինքը այնտեղ տենց դելիկատես այդ վիճակները չի է, տենց oysters, champagne, սևի կրա, չէ, ինքը տենց պրոստը ձգնորսը երկու մեշոք սենց բերում է, սենց գցում է սեղանին, ասում է Դա սորտերն են տարբեր ինչ որ եղանին։ Ես հիշում եմ կանում մի անգամ տենց ես ու papan գնացել էինք Ամերիկա, հետ գալուց մտել էինք նաև այնտեղ ու տենց նստած ենք, ասեց հիմա բալես, հիմա մենք կուտենք շատ մի հատ համովան, պատվիրում ասենց մեծ ափսեով բերում են, նստած ենք տենց ափին ու մեկ էլ ասում է դե հիմա սա սենց պետք է ուտես, մի քիչ լիմոն արա, որ ինքը սատկի, որ դու ծամես եւ այլն ու ես սենց դա Չեմ կուլ ես տալի։ Չէ, պետք է դա ծամես, եթե ուզում ես ծամելես։ Այդ օրը ես միշտ կուլ եմ։ Ես չգիտեմ նույն ոնց եւ այլն, բայց մյուս անգամ կծամես ուտելիք։ հա։ Ամեն դեպքում ես տենց առաջին այդ տպավորությունը իմ քիմքի վրա շատ տհաճ էր եւ այդ լպրծուն լինելը։ Դե ժամանակ փոքր է, հիմա մեծացել եմ իհարկե եւ ուզում եմ տենց նոր բաներ փորձել։ Այդ տարականներ չեմ փորձի, ոչ էլ ինչ որ սենց սողուն կենթանիներ։ Ես էլ չեմ սեմ կուզնիեչիկ էլ չեմ փորձի։ Եթե դες լավ խրխրթան լի կարող ես ուզում այդ լպրծունը դուրս ես, բայց ամեն դեպքում դա experience է եւ եթե դու ու միջավայրը խխունջ կերել եմ ես վերջերս շատ Բուրգունդիայում եւ Ալզասում եւ իրանք տարբեր ձևերի են պատրաստում եւ ու նենցա որ ինքը տես լպրծուն չի լինում պատրաստելուց հետո։ Եթե ինչ Մարիամ պատասխանում էր իմ հարցին, արդյոք որ գրամոլությունը մեղքա թե չէ, ինձ թվում է հարցի պատասխանը դուք հասկացաք։ Հա, բայց դե էլի եմ ասում ամեն ինչ չափի մեջ։ Հիմա եթե փորձում ես տարբեր տեսակի ուտեստներ, դա ոնց ես ասում այդ բառը։ Որ գրամոլություն։ Որ Որ գրամոլություն։
Thank you. Հա, ես բաներ հետ շատ հետաքրքիր էր, մենք շատ փոքրիկ շանս եղավ, հիասքանչ շեֆ խոհարարեր, որը որ երկար տարիներ աշխատել էր The Club-ում ու մի կարճ ժամանակ աշխատեց մեր մոտ, այդ ասում երջանկության կարճ ժամանակահատվածների կյանքի, չէ, հիմա շատ լավ թիմ ունենք, բայց այդ պահը ու երբ որ ինքը եկավ, ես բերեցի, ես ուրեմն արտում եմ ձետ ու իրան տրուֆելի մեջ հնեցնում եմ ու ոչ մեկ էլ չի սիրում, չի հասկանում, սանթատ բերում եմ են ֆշֆշիկների մեջ մացողներին ասում ցանկացած ուտելիքը մաղցան, որ տանում եք հյուրերին, առաջարկեք, վրից փսփսարեք այս բան, մարկը սիրում է, մարկը չի սիրում, մանեք, չգիտեմ, ոնց որ ես սխտոր տանել չեմ կարողանում, բայց ինձ շատ են մարդիկ զարմանում, ոնց որ սխտորը ատես, բայց տրուֆելը սիրես, որտեղ իրանք ինչ որ ընդհանուր բան ունեն իրար մեջ, հիմա դիտես տրուֆելը ես լրիվ խոզի պես եմ, ես որ մտնում եմ ինչ-որ մի հատ վիչրինկայի ու ես այդտեղ զգում եմ, որ ինչ-որ տեղից տրուֆելի հոտ է գալի ու մոտավորապես տենց 50 մետր շարավղով ես գտնում եմ այդ տրուֆելով այդ սենդվիչի այդ բան կանապեշկիկը, որ դեղ դրած է, էլի, մոտավորապես եմ ու հա, այդ շեֆ խոհարարին Սարգսին երբ որ ես ամեն ինչս պատմում ես, որ ես դնում եմ հնացնում, ասեմ, անում ասում, մի հոգել տենց գիտեի անդրանիկներ, որը տենց գժվում էր այդ բատի Դա լրիվ պատմություն է, որտեվ կովիդից հետո շատ բան փոխվեց մեր կյանքում, կովիդ պատերազմից հետո շատ բան փոխվեց մեր կյանքում եւ ռեստորանի ոլորտը մի փոքր կորցրեց իր դեմքը, որովհետեւ սահմանափակումներ կային, 1.5 մետր հեռավորության վրա պետք է նստեիր, հետո հյուրընկալության ոլորտը շատ տուժեց ընթացքում եւ դրանից հետո մի փոքր վերածնունդ ապրեց, հատկապես The Club-ը, որտեղ մենք հասկացանք, որ ամենաճիշտը ինքդ քո ոնց որ սնունդը պատրաստելու համար այդ ռեստորանում ցանկալի է որ դու էլ աճացնես եւ ինքը դարձավ farm to table բայց այսօրվա դրությամբ արի մի հատ շատ կարևոր բան չմոռանանք մեր ռեստորանի ոլորտում շատ են պակասում գրագետ ղեկավարները այսինքն ոչ թե միայն տերերը ովքեր որ միգուցե իրանք են հենց մենեջմենթով զբաղվում օրինակ մեր մոտ այդպես է այսինքն 3 այսպես պարտներներից մեկը միշտ զբաղվում է մենեջմենթով եւ այդ 3-ը բնականաբար միասին ձայն ունեն եւ այլն բայց մեկն է զբաղվում դրանով մենք ունենք խնդիր Հայաստանում որ բոլորը ուզում են այդ գործով զբաղվել եւ ուզում են մենեջմենթով զբաղվել կամ էլ մեկը գալիս է ասում է սա սենց դիր մյուսը ասում է սա սենց դիր ու հետո այս խեղճ աշխատակիցը չգիտի ոնց դնի որ լավ լինի ու չգիտի ում լսի ու տենց խնդիր է առաջանում եւ երկրորդը ճիշտ մենեջեր ընտրելը հա ընդհանրապես երբ որ նայում ենք գինու ոլորտին որպես կամ հանրային սննդի ոլորտին որպես բիզնես ամենաճիշտ ամենակարևորը դա մենեջմենթն է կառավարումն է որովհետեւ ինչքան էլ այդ ռոմանտիկ մտքերը կան եւ այլն որ անդադ ինչ որ բան ես ուզում անել եւ այլն դա կարող է հանգեցնի շատ գումարի կորուստի որովհետեւ դու անդադ նոր բաներ ես փորձում նոր ինչ-որ գաղափարներ ունես բայց այն գաղափարը որ դու ունես դրա վրա հիմք ստեղծել եւ կառուցել շատ ավելի դժվար է ու գոյատևել հիմա այս ոլորտում շատ դժվար է որովհետեւ ամեն օր ինչ որ նոր ռեստորան է բացում կողքից երևի մարդիկ այնքան sense կողքից նայում են թվում է այդ ամեն ինչ այնքան հեշտ է որ հա եկեք անենք դե դիզայներ ունենք սիրուն սարքում ենք ամեն ինչ նստում ենք մարքեթինգ ունենք եւ այլն բայց այդ աուտենտիկ վիճակը ստեղծելու համար շատ ավելին է պետք լսի դա այլանդակ երկար թեմա է դե զուտ որտեղ ռեստորանային ոլորտին բոլորը կարծիք ունեն ասենք դու կյանքում չես կարող հանդիպես մարդու որը ասի ախպեր ես քո վուլկանիզացիայում որ ես պակրշկեքը մի քիչ ձախից տնես յուղերը աչի ծարանքում չգիտեմ ինչ բան բայց գալիս է մի մարդ որ ասենք շատ տաղատավոր ֆիզիկա օրինակի համար ասենք իդեալական թույն չգիտեմ տենց Հարվարդում դասա տալիս լսի այս ուտելիքը օրինակի համար որ ինձ թվում է խմիչքը օրինակ որ ստեղ գինի իջացնես բայց ուտելիքի վրա բարձրացնես տենց ավելի քեզ եկամտաբեր կլինի ու դու ուզում ես նայես ասես ախպեր չէ չես ասում ախպեր ինքը ինչի է դա քեզ ասում հիմա մի հատ խորացի հա լսի դե բոլորը գիտեն ոնց ճիշտ ռեստորան աշխատացնել չէ հարցը կանում է նրանում որ ինքը հենց այդ
այնքան չգիտի, որ իրան թվում է, ու դա նորմալ է, լսի իր կարծիքին, կարող է ինչ-որ բաներ սովորես իր կարծիքից։ Ես շատ եմ խրախուսում մեր բոլոր հյուրերին ինչ-որ կարծիք հայտնեն։ Ասեք, ինչն է լավ, ինչը ձեր դուր եկավ, ինչը չէ։ Ու եթե իրանք պատրաստ են այդ դիալոգի, ի դեպ ասեմ, ամենալավ հյուրերը այն հյուրերն են, որոնք ինչ-որ խնդրի մասին քեզ պատմում են։ դա միանշանակ։ Պատկերացնում ես, մեկը Մարդը գալիս գալի է, ասում է, այս ինչ բանը իմ դուրը չեկավ, ուզում եմ կիսվեմ այդ experience-ի հետ, այո։ այդ լրիվ օքեյ է։ Մեր մոտ հիմա շատ հեշտ է, որովհետև քեզ ճանաչում են օրինակ, գիտեն դու ով ես, ինչ ես, կամ եթե նույնիսկ չգիտեն, տեսնում են, որ ասենք, մի օր ասենց վազվզում ես այնտեղ ու ասում են Տարիներ առաջ ռեստորանն լավ ռեստորանի տերը այդ ինչ որ ասենց շատ են վիպում նստած տենց անթեթ ուզում եմ հաստ փորով մարդկանց վրա կայֆով ուտելնեմ բայց Մի արա, ես էլ ունում դրանից ինքդ քո վրա դա կայֆ ոսկի ցեպով ասենց հաստ վիզես հաստ չի օքեյ հաստ վզով ոսկի ցեպ Մարիամ լավ մարդկանց պրոֆիլավորել չենք պրոֆիլավորում մարդկանց նայ ինքը դեռևս մենք հստակ չունենք հասկացողություն երբ այս ամեն ինչի եթեր դուրս գալու բայց գաստրոքաստի հիմնական նպատակը կայանում է նրանում որ մենք ոլորտի մասին լինենք ու ունենանք մի հատ բաժին որտեղ որ մեր հյուրերը կարող են ասել ինչի կարիք ունեն օրինակ ինչ աշխատողների կարիք ունես դու կամ ինչն է քեզ պակասում քո գործի մեջ չգիտեմ օրինակ ինձ ես ունեմ մի հատ էլեկտրիկ ինքը շատ լավն է Վարդանը ուղղակի պաշտելի իդեալական էլեկտրիկ է բայց իրան պաշտում են ցավոք սրտի լիքը մարդ ու եթե օրինակի համար հիմա ստեղ լույս է փչանում ինքը կսարքվի մոտ 20 օր հետո որովհետև Վարդանը մինչև իր բոլոր գործերը անի ու ազատվի կանցնի 20 օր ու ես ուզում եմ մի հատ sense միջին էլեկտրիկ ունենամ որը որ նույն պահին գուցե չէ հաջորդ օրը կարա գա Եվ այդ հարցը լուծի, եթե ինչ-որ շատ մեծ հարց չի, որը հենց Վարդանը պետք է լուծի, որտեղ ինքը գիտի ստեղ ամեն լարը որտեղից է գնում, որտեղից է գալիս, ստեղ ստուդիայի մասին չեմ, ընդհանուր կոնթաուզի մասին եմ կամ բորշի մասին եմ։ Օրինակ, տենց middle, չեկա, ուզում եմ senior electric, հիմա mid-level electric եմ ման գալի, դեպ բան եմ գալի։ Քո պարագայում կան ինչ-որ բացիկներ, որոնք որ հուսանք որ այս ամեն ինչ մարդիկ կնայեն ու սա պետք է լինի մի դաշտ որ համ մենք օգնենք մարդկանց համ մարդիկ օգնեն մեզ եւ գտնենք չգիտեմ ամուսին Մարիամ Սաղաթելյանի էլեկտրիկ թու սխարնեցի Ինձ էլեկտրիկ պետք չի շնորհակալություն Քեզ էլեկտրիկ պետք չի հասկացա Իսկ ինչ վերաբերվում է հենց այս հարցին, հա, ինչա պետք է, ինչա պետք, ինչ պետք չի։ Նախ եւ առաջ հիմա ասեմ, հիմա արդեն իսկ գիտեմ, մի քանի տեղ դպրոց է բացվում հանրային սննդի ոլորտի համար, մենեջերներ եւ այլ ինչ-որ հաստիկների համար։ Այսինքն մարդիկ պետքա վերապատրաստում անցնեն։ Այսօրվա դրությամբ ես, ի սկզբանե in vino-ի խնդիրը միշտ եղել է, օրինակ, գտնել մարդկանց, ովքեր սիրում են գինի եւ ուզում են գինին ուսումնասիրել եւ այլն։ Մինչեւ հիմա ես էի զբաղվել տրեյնինգներով, հետո արդեն եկան դիստրիբյուտորներ, հիմա իրանք են կազմակերպում, դրսից մասնագետներ են հրավիրում եւ այլն, բայց միշտ պետքա հիշենք, եթե դու ուզում ես ամեն ինչ արվին հենց ոնց որ դու ես պատկերացնում, որպես հիմնադիր, դու պետք է դա անես։ Ու ինչքան է դա փորձես այլ ինչ որ մարդկանցով փոխարինեն, դա չի լինի, նախ եւ առաջ։ Իսկ ինչ կապված օրինակ էլեկտրիկ եւ այլն, ինձ թվում է մեր ոլորտը, ինչպես նաեւ ընդհանուր գինու ոլորտը, հա, համեմատում եմ սահանային սննդի գինին, որովհետեւ հələ որ մենք այդքան շատ չենք, որ չենք ճանաչում իրար, ինչ որ, չգիտեմ, 17 միլիոնանոց ինչ որ քաղաք չենք, մենք բոլորս խորհրդակցում ենք։ Հիմա ինչպես մի անգամ ինձ սարքող մարդեր պետք ինչ-որ բան գրեցի, գիտեմ, բայց ասենք հիմա ես քեզ հարցրեցի, մյուսին հարցրեցի եւ այն գտա ինչ-որ մեկին իհարկե Այսինքն մեր ոլորտը հենց դա որ մարդիկ խոսում են, քննարկում են, այդ մրցակցություն հասկացողությունը մեր մոտ չկա, չէ։ Լսի կա, բայց ինձ թվում է այնտեղերը ովքեր ունեն արդեն իրանց հիմնային, այդ որ ասում եմ, չէ, այդ հիմնային գաղափարը, հիմնային պատկերացումը եւ այլն, իրանք շատ ավելի երկարատև կգոյատևեն այս ամեն ինչի մեջ, երբ որ մարդիկ ուղակի բացում են մի հատ ռեստորան, որտեղ կա պիցա ու սուշի ու պաստա,
Պաստա քեբաբ, կալյան, ես կալյան անպայման կոնդում կալյան եմ ուսում վերեմ, եթե կան կալյանի լավ մասնագետներ, դուք հրավիրված եք աշխատանքի կոնթաուզում։ Ես այլևս չեմ գա այստեղ, եթե նման հայտարարություններ անես։ Կալյան չենք մտնում կոնթաուզում։ Չէ, նայ, հիմա դու քո պրոֆիլը ունես։ Ու դու պետքա հավատարիմ մնաս այդ պրոֆիլում, այո, կարող ես փոխել, բայց գաղափարը պետքա լինի նույնը։ Կոնթաուսը ինքը տուն է, այսինքն ստեղ դու հենց այդ գաղափարն է, ու ինչ կայֆ է, որ մարդիկ գալիս են սենց միջավայրը, ու տարբեր մարդիկ են ստեղ գալիս են մարդիկ, ովքեր ոնց որ մի տեսակ ուզում են համով ուտել, համով խմել, բայց նաև գալիս են, որ ուզում են ապարել, նաև գալիս են տենց մարդիկ, չէ, տարբեր շատ, ու հատկապես որ մի քանի հարկ կա, եւ դու կարող ես առանձնացնել ինչ որ տենց տարբեր տեղեր, տարբեր մարդկանց համար։ Ես հիշում եմ, երբ որ Թիֆլիզում էի առաջին տենց house, ինչ որ տենց ռեստորանը, այնտեղ էի տեսել։ Ու իրականում ինձ թվում է, որ իրոք կգոյատևեն այն մարդիկ, ովքեր ունեն այդ հիմնային գաղափարը։ Թե չէ հեշտ է ունենալ Լավացիր կգոյատևեն այն մարդիկ, ովքեր ունեն հիմնային գաղափարը։ Մարդիկ իրականում եմ ռեստորաններ, դու լավ հասկանում ես։ Չէ, հա, Ալմադովարը մի հատ հիասքանչ ֆիլմ ունի, որ ասում է եւ կենթանի կմնան միայն останутся в живых только любовники։ Չկարողացա հայերեն թարգմանեմ։ Շատ է թեմայի մեջ էր քո միտքը շատ տակեր։ Ինչպես ես դու հանգստանում։ Հարցի չպատասխանեցի, ինձ պետք են լավ մասնագետներ։ Ու ցանկացած ոլորտում, ես պատասխանեցի, ուզում եմ ասել, ամեն ինչ ունեմ, ինչ էլ չունեմ, զանգում եմ քեզ, ուղարկում ես։ Հա, բայց կարևորը հիմա այդ ինչի է, ասում եմ, քան դպրոց է բացում եւ խորհրդատվական ֆիրմաներ են բացում, օրինակ սոմելիե train անելու համար, օրինակ մենեջերներ, գրագետ դաստիարակելու կարելի է նույնիսկ ասել համար, ու ես շատ ուրախ եմ, որ դա անում է։ Օրինակ, երբ որ Երևանի գինու ակադեմիան հիմնադրվեց, մենք ունենք խնդիր մասնագետների գինու։ Այսօրվա դրությամբ այնքան լավ մասնագետներ են դուրս եկել գինու ակադեմիայից, դարձել են գինեգործ, սոմելիե, գինու մարքեթինգով զբաղվող մարդիկ եւ այլն, այսինքն ինչի բացը կա, մենք այսօր ավելի հեշտ է լրացնել։ Ես հիմա զգում եմ ոնց է զարգանում մեր ոլորտը, լիքը այդ AI, լիքը նոր ինչ որ հետաքրքիր բաներ, օրինակ հիշում ես QR-ով մենյու, այսինքն դա բան չէր, մինչև ինչ որ չսկսեց COVID-ը եւ մարդիկ չէին ուզում ձեռքում տահեին մենյու, որովհետեւ կարող է հիվանդություն տալ։ Ես հա ավելի շատ զարգացավ, ինքը կար մի գուցե որպես նոր ինչ որ գաղափար եւ այլն, բայց դա մեր երկրում զարգացավ հենց այդ ժամանակ։ Իմ կարծիքով իմ պատկերացմամբ իմ տեսանկյունից, բնականաբար տեղից եմ խոսում, չեմ կարող ասել դա։ Իսկ այսինքն այսօրվա դրությամբ հասկանում ես, որ մենք ունենք պակաս հենց կոնկրետ լավ մատուցողների, լավ մենեջերների, լավ սոմելիեների, բայց այդ բացերը քիչ-քիչ լրացնում են տարբեր ինչ-որ տենց մարդիկ, ովքեր վերադառնում են իրենց հայրենիք եւ այլն։ Ես positive thinking-ը չեմ ուզում իմ անձնական դիտարկումներով կոտրել։ Ահա։ Հա, շատ լավ։ Ես կփորձեմ վարակվել եւ ավելի դրական նայել կյանքին։ Միշտ դրական։ Որտեղ է հանգստանում Երևանում Մարիամ Սաղաթելյանը։ Երևանում։ Հա։ Վաու։ Երևանում դժվար է հանգստանալ, այնքան շուխ։ Դե դու Բիթլզում հանգստանում ես։ Լսի, նայած ինչի նկատի ունես հանգստանալ։ Ես լիցքաթափվում եմ։ Լիցքաթափվել, դե։ Հա։ Ես լիցքաթափվում եմ, բայց երևի թե լիովին հանգստանում եմ, երբ որ աշխատանքի մեջ որոշակի հանձնարարություններ իրականացնում եմ, այսինքն ցուցակը կա, այդ մի գործարի երկրորդ գործի մի հատ դուրս արի այդ business woman այդ վիճակից Elizabeth Taylor մոդից, որտեղ ես դու տժում լավ։ Ես իմ մոտ խնդիր կա, ուրեմն նա ես ուզում եմ անեմ ոդքասթ, որտեղ որ ես էլ եմ այս ոլորտի մարդ, ես էլ ունեմ մտքեր, կարծիքներ եւ այլն, բայց ես ունեմ ինչ որ հանրային հեռուստատեսությունում եւ այլ ինչ որ տեղեր տարիներ առաջ աշխատելու background, ու այդ background-ը ինձ թվում է մի քիչ ինչ որ պայտակ ձիգ լինել էլի, ինչ որ sense բան բայել։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, բան հարգելի Մարիամ, շատ ուրախ էինք ձեզ հյուրընկալու, ասեք այդ ինչ որ sense զիբիլներա որ մեջ դրածա չես կարող ասես։ Որտեղ ես դու տժում Մարիամ։ Okay, որտեղ եմ ես լիցքաթափում եւ հանգստանում։ Որտեղ ես տժում։ Դες չեմ տժում։ Չես տժում, լավ։ Լավ, բայց մի քանի տեղ կա, որ ես ինձ շատ լավ եմ զգում ու լիցքաթափում եմ։ Համով սուշի ես կերել։ Այո։ Մենք հիմա գիտենք, որ դու Beatles-ում ֆուտբոլ ես խաղում։
Արդեն վաղուց չեմ եղել, բայց այո, Beatles-ը միանշանակ իմ, որտեվ Սարյանին մոտ է, ոնց որ ոտքերս ինձ այդտեղ Այո, են տանում։ այդտեղ են տանում։ Beatles շատ եմ սիրում Minas Cocktail bar-ը, Ահա։ որովհետև այնտեղ Եղան պրիվետ։ այո, այնտեղ մի փոքր ուրիշ իհարկե vibe, հա, չգիտեմ հայերեն ոնց կասես vibe, լավ, պահենք vibe։ Դաբուն եմ շատ սիրում որպես Vibe cocktail լավ bar, քանի որ ջինի սիրահար եմ, շատ եմ սիրում bird cage մեկ-մեկ այցելել, բայց հիմա ասենց նկարագրում եմ ուր եմ գնում, ինչ եմ սիրում անել հիմնականում մարդկանց Ամենի երթումը մանրում ամենը հաջորդ հյուրերին ում կանչեմ, էլի։ հա Հա, օրինակ հետաքրքիր չէի։ Օ, բանը պետքա, հա, ոչինչ, հա հա, կանչես Ռուբենի մասին մոռացել էի։ հմ Ցուցակի մեջ չկար, բայց լավ դե ասեցիք, լավ հա, իրականում հիշեցրեցի Beatles-ը ամենաֆենոմենալ vibe ու drive ունեցող տեղերից է։ հա բայց Beatles-ը ես շատ ուշ եմ բացահայտել, ես գիտեմ ինքը կար, հետո փոխվեց, հետո ինչ որ բան Ինքը փոխվեց, հետո շատ, ինքը երկրորդ հարկը դու գիտես Վրեժքասնում հա կարիկատուրշիկ, գիտեմ դու գիտես որ իհարկե Beatles-ը ինքն է բացել։ ես չգիտեի Ինքը ու ես շատ վատ եմ հիշողությունից, ոչինչ բայց մի հոգել, որ հիմա շատ թույն բան է, հոգեբան է, պայմանը հենց նարկո հոգեբան է, բայց իսկ բան է, ինքը եկել էր Բեյրութից ու հենց զբաղվում էր սենց բառային բանով, ինքը բացեց Beatles-ը, հետո Traffic-ը, այն որ ասում է անունը լեզվիս ծերին է ու հեռախոսը կողքս չի որ սրճարան, բայց հա տենց դա հետաքրքիր ինչև է հա այսինքն այդ շատ տարիներ առաջ Վահեն ասաց, որ արդյոք դուք պատրաստ եք 3 տարով հրաժարվել սեփական կյանքից, սոցիալական կյանքից արի սենց ասենք, քո partner-ը, նա երբ որ ես հանդիպում եմ ինչ-որ կնոջ ու ինքը ասում է, ես ունեմ 2 երեխա, ասում եմ ես էլ, ասում է վայ բան, մի օր ծանոթանանք բան, ասում եմ դու հենց հիմա այդ երեխու մեջ նստած ես, որովհետև ունենալ ռեստորան ինձ թվում է մի քիչ ավելի բարդ է, քան ունենալ երեխա։ Կամ մոտավորապես նույն պատասխանատվությունն է, ուղղակի երեխան կա հավանականություն, փոքր հավանականություն, որ ինքը կմեծանա, չի դառնա նարկոման, ու ինչ-որ մի բանի կհասնի կյանքով ու քեզ կարող է պահի, փոքր է, բայց կա այդ հավանականությունը։ Ռեստորանը երբեք չի մեծանալու, ինքը միշտ մնում է այդ 4-5 տարեկան կապրիզն է երեխու կարգավիճակում։ Համաձայն ես, չէ՞, պլյուս-մինուս։ միանշանակ համաձայն չեմ Միանշանակ չես։ չէ, որովհետև դու ասացիր, որ երեխա, հա, ես էլ եմ վերաբերվում մեր բոլոր հաստատություններին որպես Երեխային կարաս մանկատուն տաս, ռիստարտը չես կարա մանկատուն դու քո երեխեքիդ մանկատուն կարող ես տալ, բայց կնոջ համար բնականաբար դա ուրիշ է։ Ոչ մի տարբերություն չկա։ Նախ երեխան 24 ժամ է, այսինքն 24 ժամ հետևել է ամեն րոպե, ամեն օր եւ այլն, ինչքան է ժամանակները փոխվում են, դա մի տեսակ ինչ որ տենց կնոջ մոտ կա հիմնականում։ Երեխա։ Ես ունեմ, այո, քո նման ունեմ։ Իմ նման Քանի ես։ երեխա, հա։ Չէ, բնականաբար Վիճում հետս։ վիճում եմ, որովհետև նենց բան Նասեկի, ասացիր, չէ՞։ պետք էր վիճել, չէ։ Նարեկն է պետքա վիճել Ես միշտ վերաբերվել եմ այդպես, երբ որ ինձ հարցրել են, իսկ դու ամուսնացած ես, երեխա ունես, ասում եմ, ես ամուսնացած եմ իմ աշխատանքին եւ ունեմ, ասենք, 3 երեխա։ Օրինակ, բայց հասկացել եմ, որ այդ մտածելակերպը շատ սխալ է, որովհետև ինչ որ չափով դու պետք է հասկանաս, որ այդ հաստատությունը ինչքան էլ դու սիրում ես եւ այլն, դա պետք է լինի բիզնես։ Այսինքն պետք է լինի եկամտաբեր, գոնե ինքը իրան պահի։ Որովհետև այդ առաջին 3 տարին չեմ շեշտում Ինվինոյի հետ կապված, որովհետև առաջին 3 տարին եկամտաբեր չէր ընդհանրապես Ինվինոն։ Դա նորմալ է, նոր գաղափար է, գինու բառ է, բոլոր դիստրիբյուտորները ասում են հեսա դուք կփակվեք, ոչ մեկ Հայաստանում գինի չի խմում եւ այլն։ Ու սենց հազիվ։ Ու այսօրվա դրությամբ ինքը այդքան եկամտաբեր բիզնես չի, դու ես ասում, հələ պատկերացրու քո մարժաները ինչքան են եւ այլն։ Իրականում ինքը համաշակույթային տեղ է եւ ինձ հաճելի է այնտեղ գտնվել եւ շփվել են մարդկանց հետ, ովքեր գալիս են այնտեղ։ Բայց այո, դա բիզնես է։ Ու եթե ինքը չաշխատեր այդ 4-րդ տարին, միանշանակ մենք լինելով, այսինքն փորձ ունենալով բիզնես ոլորտում, բնականաբար մենք կգնանք այդ քայլին, կասենք լավ, չի աշխատում, հիմա ոչինչ, հիմա էտապեր անցավ։
Բայց որպես երեխա ընդունել բիզնեսը մի քիչ շատ է, մի քիչ շատ sense ունի այդ էմոցիոնալ կապը եւ այլն, հա, էմոցիոնալ կապը կա եւ ամեն ինչը կա, բայց երեխան 24 ժամանոց աշխատանք է, Իսկ դա բիզնեսը, բիզնեսը գաստրո բիզնեսը։ Գաստո բիզնեսը միանշանակ 24 չի, որովհետև ինչ որ մի պահ դու դուրը փակում ես, գնում ես, քնում ես, հանգստանում ես, այո, միշտ այդ բաները կան, այդ մտահոգությունները եւ այլն, եւ ասում եմ, երբ որ մարդիկ ասում են, դու work-life balance, հա, անձնական եւ աշխատանքային բալանսը ո՞նց ես պահպանում, ասում եմ, իմ անձնական կյանքը իմ աշխատանքն է։ Դե, բայց Այսինքն իրանք միաձուլվում են իրար հետ։ Եվ ես դա հաճույքով եմ անում։ Մարդ կա, աշխատում է ժամը 9-ից 5-ը կամ 9-ից 6-ը, ու հետո գալիս է իմ մոտ ժամանակ անցկացնել եւ ես պետք է իրան օգնեմ ամենալավ ժամանակը իր անցկացնի, որովհետեւ ինքը պետք է հետո գնա այդ իր կարևոր աշխատանքի վերադառնա։ Իսկ երբ որ խոսում ենք երեխեքի մասին, դե իմ պատկերացմամբ դեռևս դա իրոք 24 ժամանոց աշխատանք է, հետո իրանք մեծանում են երևի թե 18 տարեկանում, հələ արդեն մի քիչ բան են, հետո ես ինձ եմ երեխաներ, ովքեր չեն մեծանում անգամ 40-ում ու որոշում են podcast վարել։ Տենց էլ է պատամ, կամ զանգում են մամ, ես լվացքի փոշին որը օգտագործե։ Հա, չէ, լվացքի փոշին ես շատ լավ Դու գիտեմ, գիտես, հա, ես մեկ-մեկ մոռանում եմ, տենց զանգում եմ, մամ, փրկի։ Եվ այլն։ Մարիամ, պոզիտիվը ավարտենք այս ամեն ինչը Այդ բառը դուրս չի գալիս, կարող ասես դրական։ Պոզիտիվ, ոնց որ բառել էի, դուրս չի գալիս։ Իսկ ես մի անգամ այդ բառը, ես այդ բառը շատ եմ սիրում, մի անգամ շատ տարիներ առաջ աշխատում էի Avantgarde Folk Club-ում ու Գագո կար, ֆենոմենալ լեննականցի Գագոն, ու ես տենց գործից լիքը բան զզված գնացի, ասացի Գագո, այս կլուբի միակ պոզիտիվը դու ես։ Ասաց, այո, օրաշ, պոզիտիվը ինքդ ես։ Սելգագոյի կենաց։ Սելգագոյի կենացը։ Պարքեր շատ, Մարիամ ջան, շատ չհամարես, մենք շատ սիրում ենք քեզ ու այն ամեն ինչ որ դու անում ես։ Ինձ թվում է ապացուցվեց, որ այս ամեն ինչի հետևում կա ունեցա լուրջ իմաստ, միտք եւ փիլիսոփայություն, որով այսօր մեր հետ կիսվեց Մարիամ Սաղաթելյանը։ Ինչպես սկսեցի իմ խոսքերը, Սարյան փողոցի հիմնադիր մայր։ Չէ, լսի, դա կարևոր երևանյան ֆենոմեն էր, որովհետև քաղաքը ինքը շատ կարևոր է քաղաքում, որտեղ ես դու ուտում խմում, ոնց ես դու ուտում խմում, ու շատ հաճախ երևի հիմնականում ճարտարապետները այդ փաստը մոռանում են, օրինակ ամենայն հարգանքով Անուններ մի դուր։ Թամանյան, Մարկ Գրիգորյան, չէ, մարդիկ ովքեր ստեղծել են այս քաղաքը, բայց չգիտեմ, ստեղծել են համալսարանի շենք, ստեղծել են ազգային ժողովի շենք, ստեղծել են Գլավպաչտամտ, հա, բայց օրինակ մենք չունենք ցավոք սրտի, կամ ես չգիտեմ, օրինակ հետաքրքիր ճարտարապետությունի, որ մինչև հիմա չի բացվում Արագիլ ռեստորան են Հաղթանակ զբոսայգու մեջ են, դա ունի հետաքրքիր ճարտարապետություն։ Այդ ոնց որ քանդում են հիմա։ Քանդում են անգամ, Ես տեսա ոնց որ։ Բայց դու հասկանում ես, որ ասենք Երևանը երբևիցե իր ողջ կյանքի պատմության մեջ չի ունեցել ռեստորան, որը ունեցել է ճարտարապետ ու ինքը քաղաքի որպես մաս է դա պատկերացրել։ Այսինքն մենք վերցնում ենք ինչ-որ տարածքներ ու սարքում ենք իրանցից ռեստորան, բայց մենք չունենք հենց որ ասես օրինակ այս մարդը ինքը հենց նախագծել է քաղաքը այդ ձևի։ Ես վստահ չեմ, որ արդյոք չգիտեմ Մոնմարտրը նախագծված է եղել այդ բանթելի նույն լոգիկայով է գնացել, չգիտեմ, բայց Երևան փաստացի ես չգիտեմ, որ ունենա ինչ-որ շենք, որը մեր անվանի ճարտարապետներից մեկը նախագծել է որպես ռեստորանային շենք։ Դե նա եթե նայում ես ինչ որ հանրային սննդի տարբեր երկրների օրինակով, տեղ ինչ որ օրենքներ կան, չէ, որ պետք է այսինչ չափ լինի եւ այլն, բայց երբ որ դու խոսում ես ինչ որ մի հատ քաղաքի մասին, որը բավականին հին է եւ ունի այլ ճարտարապետություն, դժվար է հենց այդ բոլոր ստանդարտները Հա, բայց ամեն դեպքում համեմատ օրինակ, չգիտեմ։ Մենք ճոռոմ խոսում ենք, Երևանը դա խորհրդային քաղաք է։ Եվ խորհրդային միության ժամանակ արդեն հասկանալի էր, որ պետք է լինի ռեստորանային մշակույթ, նու կար հյուրանոցներին կից, բայց առանձին շինություն, օրինակ ես հիմա լուրջ այդ
Արագիլ ճիշտ ասացի, այդ հաղթանակ Ես զբոսայգու։ հիշում եմ արագիլ որպես, բայց հասկացա ինչի մասին ես դու խոսում, հա։ Միակ շենքն է, որ գիտեմ, որ տենց Երևանի մասին, ոնց որ Սևանում էլ էլի հյուրանոցին գիցեր, բայց աղթամարը Սևանում, հա, ինքը ֆենոմենալ, հա, ինքը ճարտարապետ։ Բայց նա հիմա այդ որ մենք խոսում ենք ընդհանուր ճարտարապետության մասին եւ քաղաքի ժամանակակից զարգացման հետ կապված, մենք հասկանում ենք, որ այդ տեղերը ստեղծվում են։ Այսինքն, երբ որ in Vinon sense ինչ որ մութ փողոց էր, որտեղ մարդ չէր գալիս, որտեղ վախում էին, որ մութ էր եւ այլն, ու in Vinon բացվեց, քիչ-քիչ ես հիշում եմ, in Vinon բացվեց, այդ հերիք չէր, որտեղ 3 տարի հետո բացվեց Տապաստանը։ Այդ ժամանակ մարդիկ ասեցին Վաու, փաստորեն Սարյանում սենց ինչ որ հետաքրքիր շարժ կա։ Բարձր դուրն եմ ահավոր շատ Հա, ես եմ շատ սիրում։ Ու մարդիկ հասկացան, որ այդտեղ էլ կարող է ինչ-որ բան լինի, բայց իրական որ նայում ես Սարյանը կենտրոն է, էլի։ Ուղղակի այն ժամանակ կենտրոն դա ոնց որ օպերա, կասկադ այդ տեղներ ու դա համարվում էր ոնց որ off the beaten path անգլերեն ասած, այսինքն ոչ այնքան այսպես ասած քայլեր արած ինչ որ մի հատ վայր։ Մերսի որ եկար։ Քեզ էլ մերսի որ Շատ հավես էր։ Այո, շատ հետաքրքիր էր։ Կներեք ասում է դասական հաղորդավարական շնորհակալությունների համար։ Մենք գտնվում էինք Կոնտ ստուդիոյում, որը գտնվում է Կոնտ Հաուսում։ Մի փոքր Կոնդը որոշել եմ որպես առաջին երեխա անցել մանկատուն ու զբաղվել նրանով ինչի մասին եմ ու ինչի մասին սովորել եմ ու այս առաջին փորձս մի մեծ օգնությամբ եւ սիրով մասնակցեց Մարիամ Սաղաթելյանը։ Մի հատ էլ բան ես պետք է ասեմ, բայց դες չես։ Մի հատ էլ բան դու ասա։ Ինձ թվում է քանի որ դու որոշել ես այս ամեն ինչը անես, արդեն հասել է ինչ-որ կետի, որ այս թեման քեզ շատ հետաքրքիր է ու ինձ թվում է դա դարձնելով ավելի հանրային, դու շատ մարդկանց հարցերի պատասխան ես տալու։ Այսինքն մարդիկ հարցեր կան ու ուզում են sense բաներ լսեն հետաքրքիր ինչ-որ ոդկասթներ եւ ինձ թվում է ես էլ կհետևեմ, տեսնեմ հաջորդ հյուրը ով է լինելու, շատ հետաքրքիր է։ Արկադիա արդյոք կգա եւ կխոսա իր հետաքրքիր փորձառության մասին, մի քիչ ինքը ուրիշ է, չէ՞, ինքը սկսել է հենց այդ ավելի շատ այդ բարի կոնցեպցիայով եւ այլն։ Դե Արկադիա իմ կարծիքով արել է այն կոկտեյլի ոլորտում, ինչ որ դու գինու ոլորտում ես արել, օրինակ դուք իմ համար երկու հավասարազոր մեծություն եք։ Ու ապրես դու, շնորհակալություն ես հնարավորություն տալու համար, որ մենք գանք, կիսվենք ու մինչև վերջին րոպեն ես չգիտեի մենք ինչի մասին ենք խոսալու, բայց ինձ թվում է հիմա իմացա ու խոսակցությունը ավելի հետաքրքիր է լինում, երբ որ չգիտես։ Привет.